Ինչու շնորհապետական։ Երիտասարդների համար դա բավականին խորթ բառ է։ Այն ինչ որ կար, մեր բնութագրմամբ գողապետություն էր, կլեպտոկրատիա։ Մեկնաբանություններում շատ հաճախ գրում էին ու նաև մեր խմբագրություն նամակներ էին գալիս, որ ձեզ հրավիրենք։ Ասում էին ինձ մի քանի անգամ, որ դու մի քանի ակաունտներով մտնում ես ինքնագովազդով ես զբաղվում, բայց հավաստի ասում եմ ձեզ այդքան ժամանակ չունեմ։ Այս host հետաքրքրությունների շարքը նրանից է, որ փոքր ժամանակ ինչ խմբակացես գնացել եք, հա։ Ինձ համար քաղաքականությունը եւ քաղաքագիտությունը նաեւ գրաֆիկներ են եւ քարտեզներ։ Որտեղից էին նստում այդ գումարները, նվիրատվությունները։ Քաղաքացիների գրպաններից, իրանց անձնական փոխանցումներից եւ այլն եւ այլն։ Կարծիք կա, որ դուք իշխանությունների հետ աֆիլիացված կուսակցություն եք, երբ որ դու ուզում ես պատ ձևավորես օրվա իշխանությունների եւ քո մտքի ստեղծագործ հնարավորությունների միջեւ, ուրեմն դի անպատվես իրենց։ Ձեզ առաջարկել են միանալ։ Բացառվում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ մեր միասնությունը կամ համագործակցությունը։ Մենք չենք դիտարկում նրանց հետ էլ։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը այսօր հանրապետությունում երկրորդ, երրորդ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ է մեր գնահատմամբ։ Իսկ ումից եք հետո երկրորդ, երրորդը։ Արամ Սարգսյան։ Ոչ։ Արման Բաբաջանյան։ Բացառվում է։ Ինչպես եք գնահատում ձեր շանսերը գոնե խորհրդարան մտնելու։ Մենք հնարավորություն ունենք անգամ հաղթելու։ Էդմոն Մարուկյան։ Բացառվում է։ Նինա Կարապետյանց։ Բացառվում է։ Ո՞նց եք Թուրքիային ու Ադրբեջանին պատժելու։ Եթե ուզում ես վրեժ լուծել, Արարատի փեշերին կառուցիր ուժեղ Հայաստան։ Դուք ձեզ դիրքավորում եք որպես հակառուսական ուժ, հակակրեմլյան, անպայման պետքա պաշտոնապես դիմել Եվրամիության անդամակցելու համար, որտեղ դա լայնածավալ աշխատանքի հնարավորություն է բերելու։ Հայկ Մարության։ Բացառվում է։ Բևերի հետ։ Բացառվում է։ Որն է այսօրվա Հայաստանի ազգային շահը։ Դա հայ ժողովրդին ամենավտանգավոր եւ ամենաաղետալի իրողություններից ապահովագրելն է եւ փրկելն է։ Կուսակցության կայքում կա բարիկների հատված, խանութ։ Չի վաճառվել ոչ մի բան։ Ինձ օրինակ հետաքրքիր է, ոչ գուտի է վաճառվել, թե մկնիկի տակի գորգ։ Բոլորին դեմ եմ։ Բացառվում է։ Բոլորին դեմ եմ ինչի։ Եթե իրանք բոլորին դեմ են, ուրեմն իրանք իրանց էլ են դեմ։ Ստացվում է բոլորին դեմ ենք, մենք ենք։ Ո՞նց եք։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, հաստատ ձեր առավոտը մեծ եք հասցրին։ Այո, առավոտյան միշտ մռայլ տրամադրություն եմ ունենում միջև առաջի գաված սուրճը։ Արդեն խմել եք, չէ՞։ Այո, խմել եմ, արդեն կարանք։ Արևելյոմ արտարվեստների վարպետ եք, ճիշտ է, վարպետ, թե Ես մի մասին իրադրական խոսելուց միշտ ձեռնպահ եմ մնում, դա հավաբերական հասկացություն է։ Ուղղակի երկար ժամանակ զբաղվել եմ արևելյան արտարվեստներով, նկարում եմ, անգամ պրոֆեսիոնալներն անեն, ասում են բաց չի ստացվում։ Ես գիտության մարդ եմ։ Ինչ կոդի ունեք։ Ես ճիշտ ասած հասա մինչև կանաչ գոտի 3-րդ Q, ոչ աշխարհի առաջնությունների գնացի, ոչ էլ սև գոտի ստացա, 3-րդ Q կանաչ գոտի մնացի։ ճիշտ ասած պատկերացնում ենք, որ տենց պիջակով, փողկապով եք գալու, միշտ ձեր այդ խիստ հարային գործի կերպարով։ Դասական ոճը, բայց եթե casual ոճա երիտասարդների հետ պետք է շփվես, կամ ասեք ֆուտբոլ խաղալուց որ փողկապով չես գնա։ Սպորտիվ կայս ակնում։ Ողջույն Control-Z-ի մեր հետևորդներ, շարունակում ենք քաղաքական հարցազրույցների շարքը։ Այսօրվա մեր հյուրն է Արևելյան մարտարվեստների գիտակ, նկարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ եւ քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուստ Control-Z, պարոն Սիմոնյան։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Սիմոնյան, մեր մեկնաբանություններում շատ հաճախ գրում էին ու նաև մեր խմբագրություն նամակներ էին գալիս, որ հենց ձեզ հրավիրենք որպես հյուր, տեսեք թե մենք ինչքան ուշադիր ենք կարդում ձեր նամակներն ու մեկնաբանությունները։ Կարող է ձեր թիմի անդամներն են գրում կամ դուք եք բացառվում։ Ես էլ ասում եմ ինձ մի քանի անգամ, որ դու մի քանի ակաունտներով մտնում ես ինքնագովազդով ես զբաղվում, բայց հավաստի ասում եմ ձեզ այդքան ժամանակ չունեմ։ Ուր էր այդքան ժամանակ ունենայի մի քանի ակաունտներով մտնեի գրեի եւ այլն եւ այլն։ Բողոքներ կային, ասում էին ֆեյքերի ինչ որ բանակ կա եւ այլն եւ այլն։ Ես էլ միշտ ասում եմ ժողովուրդ ջան, որպեսզի այդքան մարդ պարապ-սարապ նստի ու բան անի, պետք է իրանց վճարես։ Վճարելու համար դու պետքա լինես top 10-յակի ինչ որ հեղինակավոր օլիգարխ կամ չգիտեն ինչ։ Ես գիտության մարդ եմ, ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում գիտությունը ուշադրության կենտրոնում չի եղել, որ ես ահռելի քանակությամբ կապիտալ դիզեմ։ Հետևաբար այս մարդիկ լիարժեք, անկեղծ եւ հետևորդներ են, թիմակիցներ են, համախոհներ են, համակիրներ են կարելի ասել։
որ աջակցում են ինչի համար իմ խորին շնորհակալությունը բոլորին եւ վստահության համար եւ այս դերական ֆոնի համար, որը ինձ էլ է ողջևորում որպես քաղաքական գործիչ անհատականություն։ Որն է ձեր ֆենոմենը, որ ձեզ այդքան նայում են, դիտում են ձեր հարցազրույցները, այդքան կոմենտներ են գրում, տենց ամեն քաղաքական գործիչ չի էլի, որ այդքան հայտնի է։ Համեստությունը պահպանելով մի տեսակետ հնչեցնեմ, որ գուցե եւ փակում եմ մի դաշտ, որը միջև այդ բաց էր։ Լրացնում եմ մի խորշ, որը դատարկ էր։ Եվ սա իմ մեդիա դաշտում ակտիվության նաև գլխավոր պատճառն է։ Երբ որ առաջ անգամ ես հարցազրույց տվեցի մաս մեդիայում, տեսա ահռելի քանակությամբ մարդիկ նայեցին։ Ինքս ինձ մտածեցի, գուցե պատահականություն է, ինչի պետք է տենց ուշադրություն գրավեի, որտեղ խոսացողների պակաս կարծես չունենք։ Բայց արդեն երկրորդ, երրորդ հանդիպումներին տարբեր լրատվականներում, երբ որ այցելեցի ու ահռելի քանակությամբ մարդիկ նայեցին, այդ ժամանակ բացատրությունը միակ դա գտա, որ գուցե լրացնում եմ մաս մեդիայի ինֆորմացիոն շուկայում մի ինչ-որ տարածություն, որը միջև է դատարկ էր։ Բայց դա ի՞նչ դատարկ մաս է եղել, պարոն Սիմոնյան, սովորաբար Հայաստանը այնց փոքր երկիր է, որ թեմաները կապ չունի, թեմաներն միշտ քննարկվում են։ Դա դժվար է, ինչ որ բացատրված մնա։ Դե ամեն մեկը բացատրությունը ինքն իր համար է գտնում, ինչի համար է համակրում, նայում, հետևում եւ այլն, բայց նաեւ ինձ ասեցին, որ թեպետ եւ բարդ ինչ որ բառաֆոնդ ես օգտագործում, բայց միևնույնն է հասկանալի է։ Ես դա կապեցի իմ գիտական եւ դասախոսական աշխատանքի հետ, երբ որ տարիներ շարունակ դու փորձում ես բարդ երևույթները ուսանողներին հնարավորինս մատչելի ներկայացնես, դա նաեւ ինչ որ չափով ոնց որ մարզական կարգավիճակի է քեզ բերում, բարդ իրողությունների մասին խոսես ոչ սովորական լեզվամտածողությամբ ու այդքան մատչելի, որ մարդիկ հասկանան, գուցե դա է գրավիչ, ով գիտի։ Ամեն մարդ ինքն է գտնում իր համար բացահայտում, թե ինչի համար է նայում։ Պարոն Սիմոնյան, հարուստ կենսագրություն ունեք, թե կրթության տեսանկյունից, թե նախասիրությունների եւ հետաքրքրությունների հարցում, առաջին մասնագիտությամբ ճարտարապետ տնտեսագետ եք։ Այո։ Այդ մասնագիտությունը ստանալուց հետո ինչու որոշեցիք նաեւ քաղաքագետի մասնագիտացում ստանալ, չէր հերիքում մասնագիտական այդ հնարավորությունները։ Շատ եմ սիրում առաջին մասնագիտությունս, բոլոր այլընտրանքային իրականությունների համատեքստում գուցե այդ ուղղությամբ էլ շարունակեի, բայց այն ժամանակ ես վերջին սերունդն էի, որ կրթություն էի ստանում հնգամյա 5 տարի սովորելուց հետո դա կոչվում էր լիարժեք մասնագիտացում, մասնագիտական կրթություն, այնուհետև արդեն մագիստրատուրան բերեցին Բոլոնյան ծրագրով եւ այլն։ Ավարտելուց հետո զորակոչվեցի բանակ, բանակում հասկացա ինչքան աղետալի իրավիճակում է գտնվում երկիրը, որովհետև իմ ծառայության վերջին շրջանը համընկնում էր տխրահարճակ մարտի 1-ի 2-ի իրավիճակները ես իմ աչքով էի տեսնում եւ շոշափում, թե զինված ուժերում ինչ վերահսկողություն կար եւ ինչպես էին փորձում ուղղորդել այդ վարչական ռեսուրս կոչվածը։ Ես իմ աչքով տեսա, թե ինչպես էին հասարակությունը երկպառակտության բերում եւ աղետալի իրավիճակներ ստեղծում հանրության համար։ Փաստացի ձևավորված էր մի իրավիճակ, երբ որ դու ժողովրդավարական մեթոդներով իշխանափոխության որևէ հնարավորություն չէիր ունենում։ Եվ որպես երիտասարդ, որը թե բնական գիտություններում եմ հաջողված եղել, թե հումանիտար գիտություններն եմ շատ սիրել, պատմությունը իմ հոբին է եղել եւ առաջին բուհում քաղաքագիտության բաժինն էլ էի շատ սիրում, երբ որ գալիս են կարճ դասախոսություններով ներկայացնում են, ինձ համար դա գրավիչ էր։ Ես հասկացա, որ արժի նաեւ խորանալ քաղաքագիտության մեջ, հասկանալ, թե ամբողջ հանրության այդ մետամորֆոզան ինչպես է ձևավորվում հանրային կամքից դեպի քաղաքական կամք գնացող երևույթները եւ հասարակություն առհասարակ ոնց է ինքնակենսագործունեությունը ապահովում։ Անմիջապես բանակից հետո ընդունվեցի կառավարման ակադեմիա, այնտեղ քաղաքագիտության բաժնում այն ժամանակ կրթության որակը այնտեղ բավականին բարձր էր։ Ես գոհ եմ կառավարման ակադեմիայում անցկացրած տարիներից։ Հետո նույն ակադեմիայում գրանցվեցի որպես հետազոտող ասպիրանտուրա եւ պաշտպանեցի գիտական աստիճան ունեցա արդեն քաղաքագիտության ուղղությամբ։ Բայց փաստորեն այս հարուստ հետաքրքրությունների շարքը նրանից է, որ փոքր ժամանակ ինչ խմբակացես գնացել եք, հա։ Այո, գուցե եւ դա է, ու ինձ համար շատ հաճելի է, երբ որ ես քաղաքագիտությունը միայն տեքստերով չեմ պատկերացնում։ Ինձ համար քաղաքականությունը եւ քաղաքագիտությունը նաեւ գրաֆիկներ են եւ քարտեզներ։ Մեխանիզմների մակարդակով եմ պատկերացնում եւ այդ մեխանիզմների մակարդակը ինձ ավելի է օգնում հասկանալ այն process-ները, որոնք որ անկապտելի կդարձնեն պետության շարժընթացը,
ներդաշնակ կսարքեն պետության շարժընթացը, որպես այդպեսին անհատներից կախված չլինի։ Շատ ենք լսել, չէ, որ անհատների երկիր ենք։ Անհատը գալիս է մի ձեռքի հարվածով ջարդու փշուրը անում ամեն ինչ եւ իրա չգիտես ինչ կամքն է արտահայտում ու այդ կամքով պիտի բոլորս շարժվենք։ Ինչի՞։ Մենք տիտղոսակիր ազգ ենք, ազգ տիտղոսակիր ազգ նշանակում է այն հանդրույթը, որը պետականաստեղծ ջիղով է օժտված։ Ուրեմն պետք է ստեղծենք այնպիսի ինստիտուտներ, որը մեկ մարդու կամ արտահայտությունից կախված չլինի, դա լինի համակարգային, դա լինի ամբողջ ազգի համար։ Այդ ջարդու փշուրից որ խոսեցիք, եկեք մարտարվեստի մասին խոսենք։ Այսօր որ նայում եք ընդդիմություն, իշխանություն, այդ մարտերը, ինչ անունով կկոչեիք։ Մարտեր առանց կանոնների։ Արևելյան մարտարվեստների մեջ մի փիլիսոփայություն կա։ Հաղթիր թշնամուն միջև մենամարտը։ Իսկ ինչպես կարող ես հաղթել թշնամուն միջև մենամարտը, երբ որ դու հաղթարակ ես տանում առաջին հերթին ինքդ քո նկատմամբ։ Իսկ գիտեք, այնքան դժվար է սեփական ամբիցիաների նկատմամբ հաղթանակ տանելը եւ հավասարարժեք գիտակցելը քո արժեքը, քո տեղն ու դերը ժամանակի եւ պարագայի մեջ։ Դա նշանակում է դու ինտելեկտուալ մի կոնդիցիայի ես հասել, որտեղ ինքդ քեզ արժևորում ես հավասարակշռության մեջ։ Արևելյան մարտարվեստները ներդաշնակության մասին են, երբ որ դու քո ներքին էներգիան տեզերական էներգիայի հետ ներդաշնակում ես։ Իսկ այն ինչ որ տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, մարտեր առանց կանոններին էլ ինչ որ կանոններ ունի, սա չգիտես ինչ է։ Սա սարսափելի է, երբ որ խոսքի ազատությունը շփոթում է զրպարտության եւ զազրախոսության եւ հայհոյաբանության հետ, երբ որ մարդու բնական իրավունքները եւ քաղաքացու դրական իրավունքները շփոթում են ամենաթողության հետ, սա խայտառակություն է։ Իսկ ինչ ավելի կանխատեսելի, մենամարտերը թե քաղաքական պայքարը։ Երկուսն էլ անկանխատեսելի են, մենամարտերը սովորեցնում են, որ դու կարողանաս քո ամբողջ մարմնի մատորիկան հարմարացնես քո վրա գործած հարձակումների տրայեկտորիային, ուղեգծին ու կարողանաս կամ հաջող ինքնապաշտպանություն դրսևորել կամ հակահարվածը նախաձեռնությունը շահելով անցնես հակահարվածների։ Դու պետք է կարողանաս հասկանաս ամբողջ մարդու կենսաբանությունը, կանգնած դիրքից եւ մկանային կառուցվածքից ինչպիսի հաջորդականության շարժումներ պետքա մեկը մեկին հետևի, որ դու կարողանաս պաշտպանության համապատասխան մեխանիզմներ կիրառելով կասեցնես նրա հարձակումը, անցնես հակահարվածի։ Նույնը քաղաքականությունն է։ Քաղաքականության մեջ, քանի որ մենք գիտենք սա մի տիրույթ է, երբ որ շատ քիչ արժեքավոր մարդիկ են կամք գտնում մուտք գործելու, եւ դա պլատոնյան ճշմարտություն է։ Եթե մարդը գիտության ասպարեզի մարդ է եւ ինքն իրենց արժեքա ներկայացնում, ինքն իր ինքնաիրացումը ուրիշներին կառավարելության մեջ չի փնտրում, որտեղ ինքը ինքնաբավ անձնավորություն է։ Եվ այդպիսի մարդիկ ձեռնպահ են մնում քաղաքականություն մտնելուց։ Պարոն Սիմոնյան, եկեք մի փոքր ավելի գործնական հարցերից խոսենք։ Սիրով։ Քաղաքականություն մտնելու համար շատ գումարներ են պետք։ Դուք էլ ասացիք, որ գիտությամբ զբաղվելու համար գիտությունը շատ հնարավորություններ չի տալիս, շատ գումար աշխատելու։ Ձեր եկամուտները ո՞նց են գոյանում, ինչ եք աշխատում, որտեղ եք աշխատում։ Տեսեք, ամեն ինչը շատ գումարներ է պահանջում։ Այսօր մի սրճարան բացես, շատ գումարներ է պահանջում, քո սիրած գործով զբաղվես, շատ գումարներ է պահանջվում, առհասարակ կյանքը թանկ է։ Ես ինձ համար բացահայտեցի մի բան, որ երբ որ դու առաջի քայլը դնում ես եւ որդեգրում ես ուղի, ճանապարհին հնարավորությունները իրենց ոտքով գալիս են։ Մեր կուսակցությունը որտեղից են գալիս ձեր հնարավորությունները։ Մարդկանց քաղաքացիների օժանդակությամբ մեր կուսակցությունը երբ որ նախաձեռնվեց եւ ես մոտ գործեցի քաղաքականություն, ահռելի քանակությամբ քաղաքանդրություն, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե Սփյուռքի մեր ներկայացուցիչներ աջակցության ձեռք երկարեցին, դա եւ ֆինանսական, եւ մտավոր, եւ ֆիզիկական, եւ գույքային հնարավորություններով օժանդակություններ եւ այլն եւ այլն։ Պարոն Սիմոնյան, 2025 թվականի ձեր կուսակցության տարեկան հաշվետվությունը երբ նայում ենք, դրանք ձեր եկամուտները, կուսակցության բյուջեն ձևավորված է նվիրատվություններից ու անդամավճարներից։ Անդամավճարներից եւ նվիրատվություններից։ Այո, նվիրատվությունները ընդհանուր 8 միլիոն դրամ են, որից 7.4 միլիոն դրամը միայն դուք եք փոխանցել։ Այո։ Այդ գումարները ձեր կրպանից եք դրել, այսինքն ձեր աշխատած գումարները նվիրատվություններ են կրկին, քանի որ ես 1 տարի առաջ հայտարարեցի քաղաքականություն մուտք գործելու մասին, այն ժամանակ ոչ կուսակցություն կար, ոչ կուսակցության հաշվի համար կար իմ անձնական հաշվի համարը, եւ կա ես, որ արձերն կարող էին որպես քաղաքացու նվիրատվություններ տային համապատասխան գործունեություն ծավալելու համար։ Այդ գումարները մի մասը վերահսկելի էր այն առումով, որը որ իմ
իմ հաշվեհամարին էր, ես հատուկ մի հատ հաշվեհամար էի բացել, որը լիարժեք մաքուր էր, ոչ իմ աշխատանքային գործունեության հետ կապ չունեցող հաշվեհամար։ Իսկ որտեղից էին նստում այդ գումարները, նվիրատվությունները։ Քաղաքացիների գրպաններից, իրանց անձնական փոխանցումներից եւ այլն։ Դուք ասեցիք նաեւ Սփյուռքից, որ Սփյուռքից։ Առհասարակ Սփյուռքից, այստեղ կարող ենք ասել եւ Եվրոպայից մարդիկ կային օժանդակություն էին տրամադրում, ես կոչ էի արել, որ իմ կողքը կանգնեն եւ Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից էլ մարդիկ կային, որ օժանդակում են եւ այլն։ Այդ 1 տարիների ընթացքում կուտակված գումարները, որ եւ թե կանխիկի կերպով իմ ձեռքում կար, թե անկանխիկ բանկային հաշվեհամարին կար, մենք ամբողջությամբ փոխանցեցինք կուսակցության հաշվեհամարին, որը որ բացվեց հատուկ անցյալ տարի մայիսին բացեցինք մենք հաշվեհամարը, որտեղ անցյալ տարի ապրիլից կուսակցությունը գրանցվեց։ Մինչ այդ ես ֆիզիկական անձ էի, որը հայտարարել էր, որ մուտք է գործել քաղաքականություն, բայց քաղաքական ֆիգուր չէի համարվում, որտեղ կուսակցությունը ֆորմալ առումով չկար, պետական գրանցում չուներ, ես էլ հաշվետվություններ չէի ներկայացնում։ Բայց քանի որ մուտք էի գործել քաղաքականություն եւ կոչ էի արել, մարդիկ օժանդակում էին։ Հիմարություն կլինի, երբ որ դու կոչ ես անում, ասում ես օժանդակեք, մարդիկ օժանդակում են, ասես ոչ, չենք ուզում, որովհետեւ այստեղ կարող է տարընթերցումներ լինի, մարդիկ չհասկանան եւ այլն։ Սա շատ կարևոր է։ Բայց շատ կարևոր է կուսակցությունների դեպքում նվիրատվությունների թափանցիկությունը ցույց տալ, այսինքն տեսնել ամեն գումարը, ամեն կոպետը, շարժը, ով է տվել անուն, ազգանուն, հայրանուն ունենա այդ գումար նվիրաբարը։ Կուսակցության գրանցումից հետո բոլորը ովքեր որ նվիրատվություն են տալիս, ընդ որում մենք թռուցիկներ ենք բաժանել բոլոր քաղաքացիներին, որ պարտադիր պետք է նվիրատվության պարագայում նպատակ բաժնում գրեն նվիրատվություն, եթե անդամ է, անդամավճար է տալիս, նպատակ գրում են անդամավճար։ Դա պարտադիր պայման է եւ կուսակցության ձևավորումից ի վեր մենք այդ սկզբունքով էլ աշխատում ենք։ Բայց ես որպես անհատ այնպես չի։ Հիմա իհարկե աշխատանքի առումով ես դուրս եմ եկել իմ աշխատանքի բոլոր վայրերից, որպեսզի կարողանամ ժամանակ հատկացնեմ բան անել, կուսակցաշինության գործընթացով զբաղվել։ Բայց ես ունեմ ընտանիքի անդամներ, հայրս աշխատում է, եղբայրս դրսում աշխատում է։ Եվ այլն, եւ մարդիկ էլ կան, բարեկամներ էլ կան, հարազատներ էլ կան, որ իմ կողքը կանգնած են եւ թույլ չեն տալիս, որպեսզի նեղություն կրենք եւ կուսակցական մեր գործընկերները ամեն մեկը իրենց ներուժի չափով օժանդակում են։ Այսինքն ձեր անձնական միջոցներին չի հաշվին դուք ապրում եք, ձեր եղբայրն է արտասահմանում, ձեր հայրը, հայրը եւ այլն, այսինքն ընտանիքս եթե չլիներ, ես ֆինանսատնտեսական մեծ խնդիրներ կունենայի։ Կուսակցություն անունից աշխատավարձ ստանում եք։ Ոչ։ Ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում նման բան, որտեվ եթե ես նվիրումով մուտք եմ գործել, մարդկանց ամեն մի լուման պետքա ծառայի գործի։ Թեպետ եւ առաջարկեցին ասցին այդպիսի հնարավորություն կա, բայց ինչի է դա նման։ Ես իմ անձնական բիզնեսը չեմ անում, սա պայքար է, որ բոլորիս համար է։ Իսկ ձեր բարեկամներ, ընկերները, որ ասում եք, ձեզ այդպես շատ լավ օգնում են, բիզնես անում են։ Ամեն մեկը տարբեր տեղերում են աշխատում։ Օգնությունը այդպես միլիոնների մասին չի, որ բիզնեսմեն լինեն, իրենք կարողանան դա օժանդակեն։ Գիտեք, այս պայքարին յուրաքանչյուրը ներդնում է այնքան, ինչքան որ կարող է։ Որովհետեւ պարտադիր պայման չկա, պարտադրողական հանգամանք չկա, ինչպես եւ պարտադրողական հանգամանք չկա հանրային հեղինակության աճին, որ մենք անընդհատ տեսնում ենք, թե ինչքան բարձր է դա։ Մարդիկ ինքնակամ են այդ հոգեբանական կապիտալը ներդնում, այնպես էլ նյութական կապիտալն է ինքնակամ է եւ իրենց ցանկությամբ է։ Եվ գիտեք ինչ, եթե ես նայեի ֆինանսական միջոցների սղությանը կամ հնարավորությունների սղությանը, այդ դեպքում պետք է համակերպվենք ճակատագրին այն ինչ որ մեզ բերվում է, այն ինչ որ մենք ստանում ենք, ես չեմ ուզում նման ճակատագրի համակերպվել, որովհետեւ իմ ապագան կապում եմ Հայաստանի Հանրապետության հետ, ես երբևիցե չեմ խորշել իմ հայրենիքին որևէ վտանգի առաջ կանգնելուց, ես անգամ իմ կյանքը չխնայելով գնացի կամավորագրվեցի զինված ուժերին, որ պաշտպանեմ, ինչի պետքա վախենայի, ինչա որ նյութական միջոցներ չկար, վախենայի քաղաքականություն մուտք գործելուց, որ դաշտը մնար նրանց, ովքեր տարիներ շարունակ կեղեքել են մեր հանրությանը, մեր գրպանները մտած գումարներ են դիզել կուտակել, իրենք գործառնվեն, մեր նման մարդիկ ոչ։ Դուք քաղաքական գործիչ եք ու կարևոր է հանրության համար իմանալ թե ովքեր են ձեր շրջապատում, ինչ եկամուտներ ունեն, որովհետև դա օրինաչափ է, այո, որովհետև մեր ժամանակաշրջանում դժվար է չաշխատել ու ապրել կամ պայքար տանել։ Հա, պայքար տանել։ Ուզում ենք այդ թեման ավելի լայն բացեիք։ Ովքեր են, ինչ բիզնեսներ ունեն։
Դες մի քանի օրինակ բերեք էլի։ Դե մի քանի օրինակ մարդ կա գիտության մարդ է, իր աշխատավարձից է որոշակի հանգամանք տալիս։ Մարդիկ կան իրենց անձնական բիզնեսները ունեն, տարբեր, չգիտեմ, ասենք ծառայությունների մեջ են աշխատում կամ ինչ-որ բարիք են, այդպես չես կարա բոլորին մեկ առ մեկ բան անես։ Բարեկամներ են, որոնք որ կանգնում են քո կողքը, ընկերներ են ի վերջո, ամեն մեկը միտեղ աշխատում են եւ դա ահռելի մի անհատի վրա ահռելի մեծ բեռ չի ընկած, որ դու ասես ես դες կարող եմ կանխավ ասեմ, բայց գիտական ոլորտում տենց հնարավորություն չկա շատ գումար աշխատելու, այդ ոնց են ձեր գիտական ոլորտի ծանոթները ձեզ գումար փոխում։ Բայց գիտական ոլորտի աշխատանքով դու չես կարա ամբողջ քաղաքական գործունեությունը չէ ֆինանսավորես, բայց օժանդակել կարող ես, դա խայտառակ է գիտության հետ այն ինչ որ մեր երկրում բան է արվում, կատարվում է։ Ես մարդկանց հանգստության համար նաև հավելել եմ, որ մենք սկզբունքներ ունենք, ինձ համար մաքրությունը շատ ավելի կարևոր է, քան քաղաքական գործընթացը, գործունեությունը առհասարակ։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը սկզբունքներ է որդեգրել, որ երբևիցե չի կարող համագործակցել ոչ նախկին իշխանությունների, ոչ ներկա իշխանությունների, ոչ նրանց արբանյակ ուժերի հետ, այդ թվում նաև օլիգարխների եւ այն մեծահարուստ մարդկանց կողմից չենք կարող ֆինանսավորում ընդունել, որոնք վերջում պետքա մեզ պատվերներ տան, թե մենք ինչ անենք կամ ինչ չանենք։ Այսինքն մեր անաղարտությունը, մաքրությունը մեզ համար սկզբունք է։ Ընդ որում ես միշտ էլ ասում եմ, ավելի լավ է ֆորմալ առումով մենք լուրջ հաջողությունների չհասնենք, քան ճանապարհի ընթացքում մեր տեսակը կորցնենք։ Սա խնդիր է լինելու եւ այդ մաքրության պաշտպանությունը ինձ համար սկզբունք է եւ դա բոլորը գիտեն։ Պարոն Սիմոնյան, բայց այդ 8 միլիոն դրամով կուսակցություն բացել, ընթացիկ այդ ծախսերը հոգալ շատ քիչ գումար է, նաեւ նախընտրական շեմի ժամանակ, այսինքն միայն արդեն 10 միլիոնից 7.5 միլիոն է դարձել գրավը կուսակցությունների դեպքում։ Փոքր գումար է, բայց ընդհանրապես ձեր օպոնենտները, ձեր ընդդիմախոսները շատ մեծ գումարներ են իրենք ծախսում են։ Շատ ճիշտ եք ասում, այդ 8 միլիոնը, որ ասում եք, դրա 7.5-ը հեսա պետական գրավ ենք տալու, որտեղ 7.5 միլիոն ընտրություններին մասնակցելու համար մենք այդ ծերին հասցնելով 3 միլիոնը ոնց որ արդեն ծախսել եք գույքի, անշարժ գույքի վարձակալություն, կոմունալ վճարներ, մի փոքր բանկային ծառայությունների, տակը մոտ 6 միլիոն է մնաց, այսինքն նույնիսկ չէ։ Առաջ էլ գույք ենք ձեռք բերել, դրանից առաջ երբ որ կուսակցությունը չկար, ես որպես անհատ ֆիզիկական անձ մուտք գործեցի, մարդկանց օժանդակությամբ գույք ձեռք բերեցինք։ Դա ինչի ձեր ֆինանսական հաշվետվության մեջ չկա։ Որտեվ հələ որ դա իմ անձնական սեփականությունը համարվում, հա, դե ես եմ առել, այն ժամանակ կուսակցություն չկար։ Ես եմ առել, որ օգտագործեն կուսակցության շահերին, բայց հետո դա պետքա փոխանցվի կուսակցության բանասին։ Չէ, գումարներով եւ մարդկանց օժանդակություններով եւ այլն եւ այլն։ Դուք շատ ճիշտ եք ասում, դա չնչին գումարներ է։ Դա չնչին գումարներ է, բայց մենք չենք նեղվում։ Այցելում ենք մարզեր, մարդկանց դուռը ծեծում ենք, թակում ենք, պատմում ենք մեր մասին, լսում ենք իրենց հոգսերը եւ այս հեղինակությունը, որ դուք ինքներդ էլ շոշափում եք, թե սոցիոլոգիական հարցումների հնչեցրած թվերը, թե ոչ սոցիոլոգիական, այլ համացանցում տարածված մեր դիրքավորումը բավականին լուրջ է, մենք հաղթելու ամբիցիաներ ունենք, եւ սա կլինի երևի եզակի դեպք Հայաստանի Հանրապետությունը, որ չտիրապետելով ահռելի ֆինանսական ներուժների քաղաքական ուժը լուրջ հաջողություններ արձանագրի, գուցե եւ հաղթի։ Դա կախված է ժողովրդից, ձեզանից, բոլորիցս։ Պարոն Սիմոնյան, ասում եք, որ ձեր աջակիցների գումարներով եք այդ գույք օրինակ առել, հետո, չգիտեմ, ընտրություններից հետո ընդհանրապես մի քանի տարի այդ գույքը ձեզ է մնալու թե կուսակցություն։ Չէ, գույքը կուսակցությանն է եւ մեր կանոնադրությամբ հետեւյալն է։ Աստված ոչանի, եթե կուսակցությունը լուծարվում է, ամբողջ կուսակցության ֆինանսական եւ գույքային ներուժը անցնում է Հայաստանի Հանրապետությանը, իդեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որ տնօրինի այդ միջոցները։ Դա ինձ ոչ մի բան պետք չի այս ամենից։ Եթե ես ուզենայի անձնական բիզնես, ասեմ ինչ կարող եի անել։ Ես կարող եի հետազոտական ինստիտուտ բացել։ Հավատացում եմ իմ հեղինակությունը նորից հնարավորություն կտար, որ ես օժանդակողներ գտնեի այդ հետազոտական ինստիտուտը գործեր, այդտեղից ես աշխատավարձ կստանայի կլորիկ, հետազոտություններ կանեի, թիմ կունենայի մի 10 հոգանոց, պետության վրա կվաճառեինք մեր գիտական հնարավորությունները, գուցե եւ արտասահմանյան պատվերները բանանը եւ ես որևէ խնդիր չունեցող անհատականություն որպես այդ think tank ինստիտուտով կկարողանայի լուրջ գործել անեի։ Քաղաքականություն մուտք գործելը, սա իմ անձնական բիզնեսը չի, որ ես այդտեղից ինչ-որ մի բան ես ունենամ։ Սա պայքար է։ Այնպես ինչպես որ Արցախյան պատերազմը։ Դուք ասել եք, որ քաղաքականություն մտնելուց առաջ շատ տարբեր մարդկանց հետ եք շփվել, ընդհանուր եզրեր ոմանց հետ գտել եք, ոմանց հետ չեք գտել, ում հետ եք շփվել։
Անուններ տվեք, էլի հետաքրքիր։ Անուններ սովորաբար ես ձեռնպահ եմ մնում, որովհետև դա գեղեցիկ չի, երբ որ մարդը ներկա չի լինում դու անուններ ես տալիս, բայց որոշ բաներ կասեմ, որոնք որ ըստ էության անմեղ դրսևորումներ են։ Նախ ասեմ, ես դաշտում գործող դերակատարներին երբեք չեմ ճանաչել, որովհետև երբեք չեմ հետաքրքրվել ներքաղաքական process-ներով։ Իմ թեման ռազմաքաղաքական իրողություններն է։ Ու շատ հաճախ կարող է մի մարդու հետ շփվեմ, որ չիմանամ իր տակը ինչ կա, ինքը ով է իրանից ներկայացնում, ինչ ճանապարհ ունի անցած, ինչ հետագիծ ունի եւ այլն, շատ ուներ տեսնեն, ասեն, «Յա, էս իրա կողքն է»։ Էս ո՞նց է ստացվել, որ մտածեն, որ ինչ որ կապ կա կամ ես էլ եմ այդ ուղղությունից եւ այլն եւ այլն։ Դա գիտության մարդ, որ մուտք է գործել մի միջավայր, որտեղ նախապատմություն ունեցող անհատներ կան բազմաթիվ։ 2023 թվականին, երբ որ Արցախը լիարժեք դատարկվեց, եւ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը գնաց Ռուսաստան եւ նախագահության ԵԱՏՄ-ի նախագահությունը ստանձնեց։ Ես հասկացա, որ լիարժեք հարցը փակված է։ Մենք գործող դերակատարների շրջանակում ոչ մի լուրջ փոփոխություններ չենք կարող ակնկալել։ Ես մի քիչ ուշ եմ նման եզրահանգումների գալիս, որովհետեւ իմ կյանքի փորձը ցույց է տալիս երկար ժողովրդական լեզվով ասած տնდղել, հասկանալ, արդյոք այդպես է թե չէ, բայց որ վերջնական վճիռը կայացնում եմ, դա արդեն պատ է։ Բայց դուք չթվարկեցիք ում հետ եկեք։ Գալիս եմ, ուղղակի ռազգոն եմ վերցնում։ Բայց եկեք շատ երկար չպատասխանենք հարցին, որտեղ մեր եթերը ժամանակը այդքան էլ շատ չի։ Եկեք Արմեն Հովհաննիսյանին ճանաչում եք, մահացավ անցյալ տարի։ Ինքը շատ լավ հանրային ժառանգությունից կարծեմ ինքը ժառանգությունում եղել է թե չէ, բայց այն ժամանակ իմ ճանաչելու ժամանակ արդեն ոչ, շատ լավ վերլուծաբաներ։ Անդրեաս Ղուկասյանի հետ չէ կարծեմ։ Գուցե ես չեմ հիշի իրենց անցյալը, որտեղ ես ներքաղաքական դաշտով չեմ հետաքրքրվել, հիմա եմ սկսել ճանաչել ով է, որտեղ արդեն ինձ ասում են։ Արդեն մարդիկ կան, ասում են, բայց դուք մարդ ունեք, որ ձեզ ասում է, ով է։ Հա, օգնող թիմակիցներ ունենք, մարդիկ կան, որ համախմբվել են, իհարկե ասում են։ Ասում են օրինակ կարող է գնամ հյուրանոց վարձեմ, որ համագումարը անցկացնենք, բանից պարզվի այդ հյուրանոցը ես իմ ումն է, որ հետ չարժել դա վարձել, ես չգիտեմ։ Թիմակիցները ասում են, վայ, ոնց, բա, դա գիտես ինչ աղմուկի տեղ կտա, դա գիտես ինչ կանի, ման արդեն փոխում ենք որոշումները։ Այդպես է եւ դա օրինաչափ է։ Մի մարդ, որ երբևիցե ներքաղաքական դաշտում չի եղել, 2 տարի առաջ որ ասեին քաղաքական ուժ եմ գլխավորելու, ես կզարմանայի նվազագույնը։ Բայց կյանքը բերեց սրան։ Հիմա Արմեն Հովհաննիսյանը կար եւ շատ մարդիկ կար, որ բանակցություններ վարեցինք, տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չմիացան։ Թեպետ եւ ես ասել եի, որ 2024 թվականի մայիսի 28-ին ես հայտարարությունը կոչը հնչեցնելու եմ, որ մուտք եմ գործում քաղաքականություն։ Եթե դուք գալիս եք եղբայր, եկեք միանանք, միասին անենք այս հանգամանքը։ Տարբեր պատճառներով չմիացան։ 2028-24 Ձեզ առաջարկել են միանալ։ Չէ։ Ինչ որ շարժման։ Առաջարկներ հնչել են, բայց ես չեմ ուզեցել, որովհետև բոլոր այդ քաղաքական ուժերը, չէ, շարժումների չեն առաջարկել միանամ, քաղաքական կուսակցությունների են առաջարկել միանան, ես մերժել եմ, որովհետև ինչու է դա պայմանավորված, ինչի եք մտածում, որ այդպես առաջարկներ չեն եղել էլի։ Բազմաթիվ անուններ չեմ ուզում հնչեցնել, շատ մարդիկ կան։ Դե երբ որ մարդը հայտնվում, ով որ մեդիա դաշտում սկսում է բազմաթիվ դիտումներ ապահովել, հետաքրքրություն է շարժում, բարձրավոր քաղաքական գործիչների հետաքրքրություններ էլ կշարժի, չէ, առաջարկներ հնչել են, ես մերժել եմ։ Եթե ես մեկ ալտերնատիվա գտնեի, որ մաքուր է եւ իմ սրտով է, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կգնամ 26 թվականի հունիսի 7-ին ձայն կտամ, քվյարկեմ իրենց, իմ մտնել արդեն անիմաստ կլներ քաղաքականություն։ Ես ընդհանրապես մի հատ կոչ կանեի հետևորդներին, կասեի սիրելիներ, ես որպես անհատականություն սատարելու եմ այս X ուժին, ենթադրենք դուք էլ եթե ցանկություն ունեք սատարեք, բայց եթե դու չես գտնում ու կոչ ես հնչեցնում հանրությանը, որ ձեր ծոցից պետք է ծնեք ալտերնատիվաներ, հանրությունն էլ հազարավոր նամակներ է ուղարկում, քեզ ասում է դե դու մեր ծոցից ծնված ես, դու էլ արա։ Երկու ճանապարհ կա, կամ լռել, կամ անել։ Ես որոշեցի անել։ Պարոն Սիմոնյան, եկեք այս քաղաքական իրավիճակը գնահատենք այս պահին, որ կա ընդդիմությունը կոչ է անում միանալ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է եկեք միավորվենք Սամվել Կարապետյանի շուրջ։ Ընդդիմություն ասելով եկեք շեշտենք խորհրդարանական ընդդիմություն կամ նախկին դերակատարներ, որտեղ մենք մեզ էլ ենք համարում ընդդիմություն։ Դե խորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունը։ Որտեղ ես կոչ չեմ անում, եկեք միավորվենք, մենք հայտարարել ենք, որ նախկին նախագահների որևէ մեկի ուժի հետ միավորվելու հնարավորություն չենք տեսնում, նրանց արբանյակ ուժերի հետ միավորվելու հնարավորություն չենք տեսնում։ Օրինակ, որոնք են արբանյակ, որոնք եք արբանյակ համարում։
այն կուսակցությունները, որոնք միշտ նրանց թելն են թելել։ Այն քաղաքական գործիչները, որոնք որ ժամ ու պատարակ չեն գործադրել սազը ձեռքերը գովաբանել, գովերքել, դուք անուններ եք ուզում, բայց դա էթիկապես գեղեցիկ չի։ Գիտեք, բայց այս հաղորդումը երիտասարդներ են դիտում են երիտասարդները, որոնք ասում են, ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ինձ հետաքրքիր չի, բայց չնայեն իմանան, դուք ձեր տեսանկյունից այդ անունները տվեք։ Օրինակ Սամվել Կարապետյանի ուժը, CS 4 ղեկավարներից։ Ես ասեմ, բացառվում է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի հետ մեր միասնությունը կամ համագործակցությունը։ Իսկ Արման Թաթոյան մենք չենք դիտարկում նրանց հետ էլ բացարձակապես, որովհետև վստահության դեֆիցիտ կա։ Ինչով պայմանավորված։ Լուրեր են պտտվում տարբեր, որ երրորդ նախագահի ուղղությունը կարող է լինել եւ այլն, եւ մենք խնդիր ենք տեսնում այս հարցում։ Իսկ օրինակ Արամ Սարգսյան։ Ոչ, բացառվում է, որովհետև Արամ Սարգսյանը արդեն հայտարարել էր, որ չի բացառում իշխող իշխանության հետ կոալիցիա կազմելը, դա մեզ համար խնդիր է։ Արման Բաբաջանյան բացառվում է։ Էդմոն Մարուքյան բացառվում է։ Նինա Կարապետյանց բացառվում է։ Հայկ Մարության բացառվում է։ Բոլորին դեմ եմ բացառվում է։ Բոլորին դեմ եմ ինչի։ Որովհետև եթե իրենք բոլորին դեմ են, ուրեմն իրանք իրանց էլ են դեմ, ինչ են առաջարկում։ Հա իրանք ասում են, որ իրանք իրանց էլ են դեմ, ուղղակի իրանց է լրիվ այլ կոնցեպտ է։ Հիմա ես այդ հարգելիներին հարց եմ հնչեցնում, ասում եմ, եթե դուք մուտք եք գործում քաղաքականություն, ամբողջ դաշտը մոնիտորինգ եք անում, չէ՞։ Տեսնում եք այնտեղ, որ բացի աղտեղությունները կան նաև նոր ուժեր։ Այդ նոր ուժերի մասին, նոր ուժերի գաղափարների մասին լսել եք, տեսել եք, չեք եկել, չեք զրուցել, կարող է տիրույթ ենք ձեզ տրամադրում։ Ասում եմ, ձեզ էլ ենք դեմ։ Իսկ Պարուր Հայրիկյանի հետ կմիավորվեք, Պարուր Հայրիկյանի հետ։ Չենք տեսնում նպատակահարմարություն, թեպետ եւ Պարուր Հայրիկյանը որպես քաղաքական գործիչ այնպես չի, որ մեր համար սկզբունքային sense բան է, բայց նպատակահարմարություն չենք տեսնում։ Հետո շնորհապետական կուսակցությունը ես խիստ լուրջ եմ վերաբերվում մեր կուսակցությանը։ Իսկ Արշակ Սադոյանի հետ։ Իհարկե ոչ։ Բևերի հետ բացառվում է։ Դուք երևի ուշադիր հետևել եք, չէ՞, Բևերը ինչ էպիցետներով եւ այլ մի հատ նկար ենք թե ուրախացել են, այդ նկարը անդադ տարածում են։ Ստացվում է բոլորին դեմ ենք, մենք ենք։ Հա, ես հարց էի տալիս, որը տենց չլսեցիք երևի անցակ, հարցնում էի ըստ ձեզ Ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի ուժը 4 նախագահներից որ մեկի ուժն է, ում հետ եք իրենց կապում։ Դժվար է ասելը, այստեղ պետքա կամ դու ներքին խոհանոցի տեղյակ լինես կամ պետքա չխոսես, որովհետև չի կարելի զրպարտել, չի կարելի ապատեղեկատվություն տարածել։ Բայց այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանը սահմանադրական իրավունք չունի մեր ընտրություններին որպես առաջնորդ մասնակցելու զուտ անձնագրի հետ կապված խնդիր ունենալ եւ այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության հետ խորը եւ համապարփակ կապեր ունեցող գործիչ է, դա ինձ համար խիստ վտանգավոր է դարձնում այդ հանգամանքը, որ ներհայաստանյան իրողություններում քաղաքական դաշտ է նետվել։ Որովհետև ըստ էության նման անհատականությունները իրենց անհատական sense իմպերիան կայսրություն ունեն ձևավորած, ամբիցիաների առումով այնպես չի, որ պակաս ունեն բավարարելու, շարժառիթը ո՞րն է, վախենալու է։ Ինչի են մտել, ինչ միսիայով։ Ձեր կարծիքով ո՞րն է այդ վախենալու շարժառիթը։ Գուցեև Ռուսաստանի միջամտությունը կարող է լինել, ով գիտի։ Իսկ ես չեմ ուզում, որ Ռուսաստանը այստեղ կոլաբորացիոնիստներ շարժի։ Մենք ինքնիշխան պետություն ենք, պետք է մեր իշխանությունները լինեն ազգային։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները փետրվարյան ցույց են տվել, որ հարցվողների 1%-ը, եթե ընտրություններ լինեն մոտակա կիրակի, կընտրեն ձեզ։ Այո։ Մեկ տարվա կուսակցության համար բավականին լավ ցուցանիշ է, հաշվի առնելով, որ տասնամյակներ գործող կուսակցություններ կամ քաղաքական գործիչներ այդքան 1% նույնիսկ չեն հավաքել կամ նույնիսկ տասնամյակներ գործող կուսակցություն կա, ձեր հետ հավասար 1% է հավաքել։ Այստեղ հարց, դա բնականաբար չի հասնում 4%-ին, անցողիկ շեմին։ Ձեր համար իրատեսական է այս 2 ամսվա ընթացքում այդ 4%-ը հավաքել։ Նախ տոկոսները 1%-ները ունեն ամբողջներ, որոնք չի նշվում։ Տեղերով նշենք, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի մենք 4-րդ թե 5-րդ տեղում ենք գտնվում, որպես քաղաքական ուժ ամբողջ հանրապետությունում։ 4-րդ, 5-րդ տեղում ըստ նրանց տեղ ասելով ինչ նկատի ունեք, ճանաչվածություն թե ընտրվելու հավանականությամբ։
Եվ հետո մի այսպիսի խորհուրդ բոլորին առհասարակ, եկեք որևէ սոցիոլոգիական հարցում որպես ճշմարտության վերին ինստանցիա չդիտարկենք, որտեղ դրանք հիմնականում քաղաքական գործիքներ են, քաղաքական ազդեցություն թողնելով եւ հայ ժողովուրդը քանի որ ինտելեկտուալ ժողովուրդ է, միշտ թվերին ուշադիր են ու թվերը անգամ ֆանտասմագորիկ թվերը որ հրապարակում ես, մարդիկ ապշում են։ Այդ հետազոտությունը իրականացվել է հունվար ամսի փետրվարի սկիզբ։ Բայց դուք հարցումներ արել եք, դուք ասում եք, որ դուք ձեր անձնական ուսումնասիրությունները արել եք։ Մենք չենք արել, մենք ունենք այդ տվյալները, ես հանրայինի եթերում ասացի 3 աղբյուրից այդ տվյալները ունենք։ Ինչ աղբյուրներ, միջազգային աղբյուրներ են, թե չեմ կարող բարձրաձայնել, որովհետև այդ տեղեկատվությունը, որը որպես տրամադրել են, դա աշխատանքային process-ը ծավալելու համար է, որտեղ դու պետք է հասկանաս քո դիրքավորումը, որ կանոնած ռազմավարություն մշակել։ Բայց ասում եք, որ ավելի բարձր տեղում եք ըստ այդ հարցումների։ Այո, հիմա այդ եմ ասում։ Հանրապետական ինստիտուտը հունվար ամսվա համար է այդ հետազոտությունը արել փետրվարի սկիզբ։ Մեր արդյունքները փետրվար ամսվա եւ մարտի սկիզբ կտրվածքում է։ Հունվարում մենք լիակատար пассивություն ենք դրսևորել, թե նախապատրաստական աշխատանք ենք իրագործում, իսկ մեր օպոնենտները քաղաքական դաշտում կային եւ ոչ միայն ակտիվ էին, այլ նաեւ որոշակի լետալ խնդիրներ ու սխալներ թույլ չէին տվել, որ դա էլ է ազդում, չէ՞։ Մենք իրաց դեմ չպայքարենք էլ, իրենք իրենց որակով, իրենց քայլերով, իրենք իրենց հեղինակազրկում են։ Իսկ այդ հարցումները ձեզ համար այդ հարցման արդյունքները ճշմարտության վերին այդյանն են։ Ոչ, ես շեշտել եմ, որ որևէ անգամ հարայինի եթերում ասեցի, որ որևէ սոցիոլոգիական այն հարցումները, որոնք ես ասել եմ, հենց այդ հարցումները որևէ սոցիոլոգիական հարցում ճշմարտության վերին ինստանցիա չի, բայց դա աշխատանքային բազային հիմք է, որի վրա դու կարող ես խարսխվել, ուրիշ ինչի վրա խարսխվես, պետք է ինչ-որ մի բան ունենաս խարսխվես, եւ բազմաթիվ հոսքեր, երբ որ դու ուսումնասիրում ես, մոտավորապես հասկանում ես քո դիրքավորումը։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը այսօր հանրապետությունում երկրորդ, երրորդ դերակատարություն ունեցող քաղաքական ուժ է մեր գնահատմամբ։ Որտեւ այդ ինսայթները մենք ունենք, տարբեր տեղերից գալիս է եւ մեծ ահռելի հնարավորություններ կա ռեալ փոփոխություններ բերելու։ Բայց ինչպես է լինում, որ ձեր ու IRI հարցումները միջազգային հանրապետական ինստիտուտի այդքան տարբեր են, որովհետեւ ժամանակի պատճառով ընդամենը 1 ամսվա ընթացքում, այսինքն ձեր կարծիքով 5 օրվա ընթացքում իրավիճակ կարա փոխվի։ Քաղաքական դաշտը զարգանում է սինուսոիդայով։ Իսկ ումից եք հետո երկրորդ, երրորդը։ Մեր հաշվարկներով առաջի տեղով գնում էր Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղով գնում էր Վարդան Ղուկասյանը, երրորդ տեղով շնորհապետական կուսակցությունը, չորրորդ տեղով Սամվել Կարապետյանի ուժը։ Իսկ այդ հարցումների համար վճարել եք։ Չէ։ Մենք այդ հնարավորությունները չունենք, ինչպես։ Նվեր են արել ձեզ։ Այո, մեզ հայտնել են տեղեկատվությունը։ Չենք վճարել, որովհետև գումարի խնդիր կա, մենք չենք կարող։ Մի րոպե, բայց ասում եք, որ դուք եք նախաձեռնել, հետո ասում եք, որ ձեզ հայտնել են։ Երբ ասացի, որ ես եմ նախաձեռնել։ Դա մի քիչ առաջ է։ Չէ, մեր քաղաքական ուժը սոցիոլոգիական հարցումներ իրականացնող քաղաքական ինստիտուտ չի, որ սոցիոլոգիական հարցումներ անի։ Մենք չենք նախաձեռնել, մեզ հայտնել են 3։ Պատվիրել եք, ճիշտ եմ հասկանում։ Չենք պատվիրել։ Մենք ունենք բարեկամներ, որոնք որ անընդհատ այդ տեղեկատվությունները ներքին ինսայդներ են, դրա համար անուններ եւ բաներ չեմ կարող հնչեցնել, դա գեղեցիկ չի։ Կարող ուրիշի համար նայել ձեզ են ասել հետո։ Կարող է, բայց այդ ներքին ինֆորմացիա է, չէ՞, այդ ուրիշն էլ ուզում է իմանա իր ճշմարտությունը, իր դիրքավորումը։ Գուցե եւ իր համար են արել։ Տենց է, կարող է ուրիշի պատվերով արած հարցման արդյունքները ձեզ են ասել։ Չի բացառվում, ուրիշի պատվերով արած հարցումները մեզ հայտնի են դարձել, ով գիտի։ Չի բացառվում։ Իսկ դուք ինչքան եք վստահում այդ արդյունքներին։ Ես էլի եմ ասում, լիարժեք հիմնվել չի կարելի։ Լիարժեք հիմնվել ցանկացած թվերի սոցիոլոգիական հարցումների վրա չի կարելի։ Դրանք ուղղակի բազային թվեր են, որոնք որ աշխատանքային հնարավորություն են տալիս, որտեղ ամեն դեպքում, եթե դու մոնիտորինգ չես անում դաշտը ու քո դիրքավորումը, դժվար կլինի ստրատեգիա ворթեգրել։ Կարող է այդ նույն մարդիկն էլ քաղաքական ուժերի ել են այդ արդյունքները հայտնել, բայց ասել են, որ դուք ավելի առաջատար եք։ Չէ, դա ներքին այդպես է ստացվում, որ քաղաքական գործիչ ասում է հարցում եմ արել, մենք լավ բարձր վարկանիշային տեղ ունենք։ Դե տեսնենք, քիչ ժամանակ է մնացել ընկերներ ի վերջո, դուք էլ եք հանրության մարդ, դուք էլ եք հետաքրքրվում, բազմաթիվ աղբյուրներ կան, տեսնում եք, ի վերջո ամենաբարձրակարգ հարցումը լինելու է համապետական ընտրությունները։ 2 ամիս հետո տեսնելու ենք ով որտեղն է իրականում եւ ճանաչելու ենք մեր իրական դիրքավորումը հանրության շրջանում։ Այս պահի դրությամբ մենք աշխատանք ենք տանում։ Եվ աշխատանք ենք տանում, որպեսզի մարդիկ հասկանան, որ այս պայքարը Հայաստանի Հանրապետության գոյության եւ չգոյության մասին է եւ մեր ապագայի մասին է, որը որ պետքա մեզ ձերբազատի բազմաթիվ աղետներից, որոնք որ հիմա նշмарվում են։ Բայց չեք վախենում, որ ձեզ կմոլորեցնեն։ Վախենում եմ։
չի վախենում միայն հիմարը, բայց իմ առանձնահատկությունը այն է, որ վախենալով հանդերձ ես կարողանում եմ իմ վախերի նկատմամբ հաղթանակ տանել։ Օրինակ կարծիք կա, որ դուք իշխանությունների հետ աֆիլիացված կուսակցություն եք այն պատճառով, որ կուսակցությունը հիմնադրելուց առաջ դուք կոշտ չեք քննադատել իշխանություններին, բայց հիմնադրելուց հետո արդեն սկսել եք ավելի կոշտ քննադատել, դա ընդդիմադիր դաշտում դիրքավորվելու համար էր։ Ոչ, ես ասել եմ ու հիմա էլ եմ ասում, որպես մասնագետ ես ռազմավարական քաղաքականության եւ պետության ռազմավարական քաղաքականության եւ անվտանգային համակարգի մասնագետ եմ։ Եթե պետությունը իմ կարիքը կունենա, ես կօժանդակեմ, անկախ նրանից, որ ընդդիմադիր եմ, որտեղ մեր երկիրն է։ Եթե ասենք պաշտպանության նախարարությունը դիմի, կամ ներքին գործերի նախարարությունը դիմի, կամ ազգային ժողովը ինչ-որ հարց քննարկեն, անգամ կառավարությունը, եթե ինչ-որ մի հատ կնճռոտ հարց ունենա ինձ որպես մասնագետի դիմի, ես կօժանդակեմ, որտեղ ես նավակի մեջ բոլորս ենք։ Նավակը, որի անունը Հայաստանն է, բոլորս ենք, եթե խորտակվեց, բոլորս ենք խորտակվում։ Ամեն ձև կօժանդակեմ մեր հանրապետությանը։ Եվ միջև քաղաքականություն մտնելը ես փորձում եի օժանդակել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր կենսունակությունը բարձրացնի։ Բայց Արցախի լիակատար հայաթափումից հետո եւ ԵԱՏՄ-ի նախագահությունը ստանձնելուց հետո հասկացա, որ այն ելանելի իրավիճակում ենք, որովհետեւ այդ վերցնողը, որին դու ուղղում ես նաեւ այդ հնարավորությունները, անհաղորդ է։ Ստեղից երկու դիտարկում կարող է լինել, կամ նրանք ամեն ինչ գիտեն, դու պետք չես, իսկ դա ամենավտանգավոր կատեգորիան է, որը որ ամեն ինչ գիտի։ Սոկրատեսն է ասում, չէ, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Կամ պատվեր է կատարվում, ով գիտի։ Երկու պարագայում էլ դա աղետ է։ Ձեր թիմակիցներից Էդվարդ Անտինյանը եւս իշխանություններին կոշտ չի քննադատել, բայց նա կուսակցության միանալուց հետո սկսել է ավելի կոշտ քննադատել։ Ինչով է պայմանավորված այս կարծիքի փոփոխությունն ու ավելի ագրեսիվ։ Էդվարդ Անտինյանը կուսակցական չի, նա անհատ հեղինակություն է, հանրային գործի չէ։ Բայց հայտնել էր, որ միացել է ձեզ։ Միացել է, այո, միացել է եւ մեր ցուցակներով է առաջ գալու, մենք համագործակցության հնարավորություն ենք ստեղծել, պարոն Անտինյանը մեզ հետ է, բայց ոչ կուսակցականի կարգավիճակով։ Եվ նրա հարցազրույցները, եթե դուք տեսնեք, օբյեկտիվության գիծը միշտ պահում է։ Ընդ որում գիտեք ինչ, երբ որ դու ուզում ես պատ ձևավորես օրվա իշխանությունների եւ քո մտքի ստեղծագործ հնարավորությունների միջև, ուրեմն պիտի անպատվես իրենց։ Հերիքա անպատվես, անգամ եթե դու գեղեցիկ ու լավ արժեք ես ներկայացնում, նրանք հակադրվելու են դրան։ Իսկ քո խնդիրը ո՞րն է, ծառայել երկրին, որ երկիրը կանգուն մնա, չէ։ Դրա համար դու չես կարող թիրախավորես նրանց կերպարը, նրանց վարքը, նրանց անձը շատ կոշտ ձևերով, որտեղ դու պատը կստեղծես, այլ արդեն դու կդառնաս persona non grata, անհատականություն, որը որ տոքսիկ է իրանց համար, այն ժամանակ մտքի գոհարները էլ հնչեցնես, որևէ ձև չի օգտագործվելու։ Բայց քանի որ հուսահատության եզրին ես կանգնում հասկանում ես, որ այդ պատը առանց այն էլ կա, արդեն դու քո էմոցիաներին, քո իրականությանը դիտարկելուն ավելի հաղորդ ես դառնում ու ներկայացնում ես, անվանում ես իրերն ու անձանց իրենց անուններով։ Պարոն Սիմոնյան, եկեք նաև իրենց անունով կոչենք, թե ինչա ձեզ համար Հայաստանի ազգային շահը, որովհետև դուք նաև այդ թեմայով եք հետազոտություն արել, եթե չեմ սխալվում, ձեր թեկնածուականը հենց այդ թեմայով եք պաշտպանել, որն է այսօրվա Հայաստանի ազգային շահը։ Ազգային շահը դա հայ ժողովրդին ամենավտանգավոր եւ ամենաաղետալի իրողություններից ապահովագրելն է եւ փրկելն է։ Իսկ ո՞րն են այդ ամենաաղետալի իրողությունները այսպես։ Ցեղասպանությունը։ Մենք եթե կարծում ենք, թե երաշխավորված ենք այդ աղետից, մենք չարաչար սխալվում ենք։ Հայկական պետականությունը ձևավորվել է, որ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը հոգա եւ սա տեսակների պայքար է։ Սա տեսակների պայքար է, ուղղակի գիտեմ, որ երիտասարդ սերունդը միջև վերջ չի ուզում լսի, ես էլ մի քիչ կարամ երկար ծավալվեմ, բայց տրամաբանական որոշակի չափաբաժին պետք է ասեմ, որ ամբողջանա այս ամեն ինչը։ 30 տարի շարունակ պետականաշինության զուգընթաց, ազգակերտման գործընթացը տապալել է երկիրը։ Դա կախված է եւ հանրակրթության որակի անկումով, եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի անկումով, աշխատաշուկայի աղետով։ Ի վերջո եկեք մի պարզ ճշմարտություն հասկանանք, որ մենք մեծ մերձավոր արևելյան տիրույթի անբաժանելի մաս ենք։ Եվ Հայաստանի Հանրապետությունը մեր սիրելի մեծ հայկական պատով անջատված չի հսկաներից։ Հետևաբար, եթե ուզում ենք մենք գոյություն ունենալ եւ ինքնիշխան գոյություն ունենալ, իսկ ինքնիշխանությունը քմահաճույք չի։ Ինքնիշխանությունը անվտանգային ամենակարևոր բաղադրիչն է, ունես պետություն ցեղասպանություն չի լինում, անգամ ամենաարյունալի պատերազմը ցեղասպանություն չի։ Չունես պետություն ցեղասպանություն է լինում։
Եվ մեր ազգային շահը հայ ժողովրդի կենսական արժեքների, կենսական հետաքրքրությունների հետապնդումն իր պատմական հայրենիքում, չկտրվելով պատմական հայրենիքի գոնե մի հատվածից, որը որ փաստացի մեր տիրապետման տակ է այսօր։ Ընտրվելուց հետո դուք կարողանաք այդ հակասող քայլերի ընթացքը փոխել։ Օրինակ ցեղասպանության օրինակը բերեցիք, այդ օրինակով եք։ Իհարկե, անշուշտ, նախ միշտ իմացեք, ցանկացած արարք, որը ժամանակին եղել է եւ դրա պատժի համար պայքար չի մղվում, դուռ է բացում հերթական նմանատիպ աղետների համար։ Ցեղասպանությունը Ռաֆայել Լեմկինի բնութագրման, որը նաեւ ցեղասպանության միջազգային տերմինը հիմնվել է հայկական ազգաբնակչության նկատմամբ զարհուրերի ջարդերի օրինակների վրա, այսպիսի մի կարևոր սկզբունք են ներմուծել միջազգային իրավաքաղաքական համակարգում, որ դա վաղեմության ժամկետ չունի։ Այսինքն, եթե բացահայտվի 1000 տարի հետո, միևնույնն է պետք է պատժվի իրագործած պետության իրավահաջորդը, ժառանգորդները։ Բայց եթե դուք փակում եք ցեղասպանության հարցը կամ զանգում եք լալա հառաջ կոնգրեսմեններին եւ սենատորներին աղաչում եք ոտքերն ընկած, որ չճանաչեն հանգարց դա աղետ կբերի հայ-թուրքական հարաբերություններին, իրականանում է երկրորդ ցեղասպանությունը Արցախում այս անգամ։ Ո՞նց եք Թուրքիային ու Ադրբեջանին պատժելու։ Գիտեք, մի քանի անգամ ավելի հզոր մեծ պետություններ են։ Պերճ Զեյթունցյանի բառերով ասեն, որ ամենադիպուկը լինի։ Եթե ուզում ես վրեժ լուծել, Արարատի փեշերին կառուցիր ուժեղ Հայաստան, հզոր երկիր։ Այդա գիտեք ինչ մեծ բան կլինի։ Էական չի Գուրգեն Սիմոնյանը երկրի առաջնորդ դառնա ու աչուձախ պատժի։ Էականը, որ ես ստեղծեմ մի այնպիսի իրավաքաղաքական իրավիճակ, պետական կառավարման համակարգ, որ ձեր նման տաղանդավոր անհատների, երբ որ կհասունանան, կստանձնեն էստաֆետաներ, պատրաստի էստաֆետաներ ստանձնեն, դուք ձեր մասով կստեղծեք, ձեր երեխաները ձեր արածի վրա կշարունակեն։ Նրանց երեխաները, նրանց արածի վրա, ու դուք կտեսնեք, որ մի օր Հայաստանը Իսրայել պետությանը չզիջող մի պետություն է դարձել, որ երկրի մասշտաբներով չի։ Բայց Իսրայելին հասնելու համար նախ պետք է ընտրություններում հաղթեք, ու եկեք խոսենք ընտրությունների մասնակցության ձևաչափից։ Ինչ ձևաչափով եք մասնակցելու։ Ձեր ցուցակով, դաշինքով։ Չէ, դաշինք չի լինելու։ Մենք արդեն որդեգրել ենք մի սկզբունք, որ շնորհապետական կուսակցությունը միանձնյա է մասնակցում, բայց մեր ցուցակներում ոչ շնորհապետական անհատներ կարող են տեղ գտնել։ Ոչ շնորհապետական, այսինքն կուսակցության անդամ չհանդիսացող անհատներ կարող են տեղ գտնել։ Իսկ այլ կուսակցականներ, եթե գան որպես անհատ, կարող են։ Այսինքն կուսակցությունից դուրս կան Չէ, դուրս գան, չէ։ Իրանք գան որպես ֆիզիկական անձ։ Օրինակ քաղաքացիական պայմանագրից ինչ որ մեկը որ կա։ Մենք արդեն հայտարարել ենք, որ նախկին իշխանությունների եւ ներկա իշխանությունների կարևոր դերակատարություն ունեցող անհատները եւ նրանց արբանյակ ուժերը ու սպասարկող քաղաքական ուժերը մեր հետ չեն կարող գործ ունենալ։ Բայց երբ քիչ առաջ թվարկեցինք, բոլորին դեմ էիք, դե բան ինչ անեմ, եթե մեկին կողմ լինեի, քաղաքականություն չէի մտնի։ Կասեի Ժորժ ջան, մենք սատարում ենք Պողոսյանին, դուք էլ սատարեք։ Օրինակ, ինչպես եք գնահատում ձեր շանսերը գոնե խորհրդարան մտնելու 4%-ի շեմը հատելու, մենք հնարավորություն ունենք անգամ հաղթելու։ Այդ հնարավորությունը կա։ Իհարկե դա չի նշանակում, որ դու դուրս չես մնա, կարող եւ խորհրդարանից դուրս մնանք։ Հենց դա էլ սև նժույգի գաղափարն է, երբ որ որտեղից ասես հայտնվում է մի ուժ, որը որ թվում է թե այդ ամբողջ ընտրաշարժում կարող է վերջին կամ 4-րդ կամ 3-րդ տեղում լինի, բայց 2-3 շրջադարձի ժամանակ գալիս հասնում է առաջինը։ Մենք ունենք երկու սցենար, եւ որ հաղթանակ ենք տանում, եւ որ մտնում ենք խորհրդարան լուրջ դերակատարությունով, եւ որ խորհրդարանից դուրս ենք մնում։ Անկամ եթե խորհրդարանից դուրս մնանք, մեր պայքարը չի ավարտվում, մենք շարունակելու ենք մեր գործընթացը ի փառս մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի։ Իսկ ինչպես եք պատկերացնում ձեր հետագա համագործակցությունը, եթե օրինակ անցակ խորհրդարան ու ենթադրենք ձեզնից կախված լինի իշխանությունների ձևավորումը։ Օրինակ այն սցենար, 4% հավաքել եք եւ ցես հետ նաև անցել են օրինակ բարձր վարկանիշ էսպայն ունեցող օրինակ քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստանը, Քոչարյանի ուժը, այո։ Մենք իրանցից ավել ենք, եթե մենք ենք անցնում, իրանք են 4%, մի կերպ անցնում, այնպես չի որ բարձր վարկանիշ իրանք ունեն, մենք էլ մի կերպ սղալով 4% անցանք։ Կարող է մենք երկրորդ ուժով մտնենք, իրանք 4%-ով գան, դա չի էական, բայց պատասխանելով ձեր հարցին, անգամ եթե մենք մտնում ենք փոքր ենք լինում կամ մեծ ենք լինում կամ առաջինը չենք լինում, մենք հայտարարել ենք, որ կառավարություն կազմելու համար երբևիցե չենք միանալու ոչ իշխող խմբակցությանը, ոչ էլ այդ ընդդիմադիրներին, որոնք որ չեն համապատասխանում մեր սկզբունքներին։ Մենք ասել ենք, որ հայտարարել ենք, որ երբևիցե ձեր քաղաքական ուժերի հետ կոալիցիա անգամ խորհրդարանում չենք կազմելու
Իսկ ձեր համար ընդունելի տարբերակ է, որ իրանք ձեզ միանան մեր պայմաններով, այո, մեր պայմաններով կառավարությունը, մենք ենք կազմում ռազմավարությունը, մերն ալնում կառավարության կառուցվածքը, մենք ենք բանանում, դա ընդունելի է։ Այդ դեպքում իրանք միանում են մեր պայքարին, մենք չենք իրանց միանում։ Իսկ ով է ձեր տեխնացուն։ Ինչի տեխնացուն։ Վարչապետի տեխնացուն։ Մեր կուսակցությունը առաջ է քաշել իմ տեխնացությունը վարչապետի համար։ Դուք դեմ չեք։ Իհարկե ոչ։ Ես պատասխանատվությունից փախչելու որևէ հանգամանք չեմ ունեցել եւ չեմ ունենալու։ Եվ ես պատրաստ եմ իմ ամբողջ հնարավորությունները, ինտելեկտուալ կապիտալը, կապերը, այն ինչ որ իմ ձեռքի տակ կա ծառայեցնելու մեր երկրին։ Ուսում հասկացաք չէ, որ կատակ էի անում։ Դեմ չեք հարցի մասով։ Այո։ Ձեր հարցազրույցների Հիմա արդեն ամեն ինչ լուրջ ենք ընդունում։ Ձեր հարցազրույցում նաև ասել եք, որ չեք կարող համագործակցել կոռուպցիայի մեջ թաթախված կառույցի օտար պետությունների լրտեսական շահերը սպասարկողների հետ։ Այո, անձանց կամ ուժերի հետ։ Ում մասին է խոսքը։ Դա չես կարող իմանալ, որովհետև դա իմանալու համար հատուկ ծառայություններ պետքա քո ձեռքի տակ լինի, բայց դա չի խանգարում քեզ հրճակես։ Դա հրճակում ես, անգամ եթե ինչ-որ մեկը եկավ ասեց, ես օտար պետությունների ինչ-որ բան չեմ եւ այլն կոռուպցիան գործընթացներում թաթախված չեմ։ Դու կարող ես իրան ընդունես, որտեղ չիմանաս, այդպես է թե այդպես չի, բայց ժամանակի ընթացքում ինֆորմացիան հայտնվելու է քո ձեռքում։ Ինֆորմացիան երբ որ հայտնվես, կանչելու ես ասես ինչ ես խաբել։ Հրճակելը շատ կարևոր է, անկախ նրանից ինչպես կարողանաս ստուգել, կկարողանաս արդյոք այս պահին ստուգել թե ոչ։ Այո, դա անկյունաքարային է, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորենք առողջ ազգային ներքաղաքական դաշտ։ Ի վերջո, եթե քաղաքական դաշտում կա մի անհատականություն, որը առավոտից երեկո բերանը բացում, ասում է պետք է միութենական կազմ մտնենք, այդ մարդը մեր մասին չի։ Այդպիսի անձանց մուտքը քաղաքականություն եւ նրանց գործունեությունը պետք է սահմանադրական դատարանը արգելի։ Դրանք հակասահմանադրական հայտարարություններ են հնչեցնում։ Պարոն Սիմոնյան, ասացիք, որ խորհրդարան անցնելիս չեք քվեարկելու ինչ-որ մեկի վարչապետի տեխնատուի օգտին։ Դուք վստահ եք, բայց եթե ձեզ հետ ձեր ցուցակով անցած մարդիկ նույնպես չեն քվեարկի։ Վստահ չես կարող լինել։ Ամենտեղ ռիսկ կա։ Բայց ամենայն դեպս մենք գիտենք, որ մարդկանց հետ հուշագիր ենք վավերացնում։ Իմ խնդիրն է անկեղծ լինեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ամեն ինչ ներկայացրել եմ այնպես, ինչպես որ կա։ Մարդիկ կորոշեն, եւ եթե հանկարծ խորհրդարան անցած անհատները խաղեր կսկսեն տալ կամ կսկսեն ջուր պղտորել, դրա քաղաքական լուծումներն էլ կա։ Մենք կարող ենք նրանց ստիպել, որպեսզի նրանք առասարակ խորհրդարանում ապօրինություններ չանեն եւ այլն եւ այլն։ Ստիպելու գործընթացը միշտ պետք է լինի եւ քո ներուժն ու քո հզորությունը ոչ թե փողով է պայմանավորված, այլ հանրային աջակցության մասշտաբով ու մակարդակով։ Ի վերջո իմացեք, այո, փողը շատ կարեւոր հանգամանք է, բայց վճռորոշ չի։ Խոսեցիք հանրային աջակցության մասին, հանրության մի զգալի մասը երիտասարդությունը։ Ձեր կարծիքով երիտասարդները ձեզ ճանաչում են։ Կարծում եմ դժվար թե ճանաչեն, որովհետև նախ գուցե եթե ուսանողներ են եղել կճանաչեն որպես դասախոս, բայց քաղաքական գործչի առումով երկար ժամանակ պետք է դու դաշտում արենայում լինես, որ քեզ շատերը ճանաչեն, մանավանդ երիտասարդների մոտ, որտեղ ես մի կարևոր բանել են որպես գիտության մարդ ինձ համար բացահայտել, ինչի են ձեր սերնդակիցները մի քիչ անհաղորդ քաղաքականությանը եւ իմ մտածածով հանրային սթրեսն է պատճառը։ Եվ ստրեսից փախուստի գործելու մի ճանապարհը անտարբերությունը։ Իսկ ստրեսը ինչով է պայմանավորված, որովհետև դուք ինքներդ որպես կայացող անհատներ կրթություն եք ստանում, չգիտեք այդ կրթությունը ստանալուց հետո սոցիալիզացվելու հնարավորություն կլինի թե չէ։ Երկրում բազմաթիվ աղետալի իրավիճակներ կան, պատերազմի ի վերջո, որ դուք ավելի երիտասարդ մանուկ հասակում տեսաք թե ինչ էր կատարվեց, այդ աղետալի իրավիճակը, մարդկանց մեծերի երեսին նայելուց այդ ապաթիան, դուք ինքներդ շոշափում եք ու տեսնում եք, եւ այդ ստրեսը հաղթահարելու մի ճանապարհ է անտարբերությունը։ Գուցե եւ դա է պատճառը, որ փախուստ են գործում իրականությունից։ Բայց դուք կարծում եք անտարբեր են, թե ուղղակի չեն տեսնում քաղաքական դաշտում այս մի պաշտպանվում են, որը կարող է այդ իրավիճակը փոխել։ Չտեսնելը պատճառաբանություն չի, չտեսնելու պատճառը նաեւ չփնտրելն է։ Իմ կարծիքով դա պաշտպանողական ռեակցիա է։ Եվ ես հույս ունեմ, որ այս երեխաները շատ իրանք ավելի տաղանդավոր եք այն առումով, որտեվ դուք առաջի սերունդն եք թվային։
թվային սերունդն եք, որ մեծ քանակությամբ ինֆորմացիա է մտնում ձեր ուղեղ, դուք շատ ավելի մեծ քանակությամբ ինֆորմացիա ստիպված եք օրական մարսել ու վերամշակել, քան ձեզանից առաջ եղած սերունդ։ Օրինակ իմ սերունդը երկու աշխարհների կիզակետի սերունդ է։ Այն աշխարհը, որում ես ծնվել եմ, ել չկա։ Այն աշխարհում, որտեղ դուք ծնվել եք, նոր է ստեղծվել ու կա ու շարունակվելու է հələ։ Ճիշտ է, հասկանում խորհրդային միության եւ անկախության ոչ միայն խորհրդային միության, թվային հեղափոխության ժամանակաշրջանում, այն ժամանակ, երբ որ ես երեխա էի, քաշովի հեռախոսներն էին։ Երբ որ ես դարձա դպրոցահասակ, արդեն բջջային հեռախոսներ հայտնվեցին, երբ որ ես բուհ էի ընդունվել, արդեն սմարթֆոնները եկան։ Դուք արդեն ծնվել եք սմարթֆոնների ժամանակահատվածում։ Սրանք շատ կարևոր հանգամանքներ են եւ հետո այն ժամանակահատվածում, երբ որ ես ծնվել եմ, հաջողության աստիճանակարգ կար, որը փլուզվեց։ Իսկ այն ժամանակահատվածում, երբ որ դուք կաք ու ձեր կենսագործունեությունը շարունակում եք, այդ հաջողության աստիճանակարգը նոր կառուցվում է, նորը ընդ որում։ Պարոն Սիմոնյան, մենք երիտասարդներին հարցրել ենք, ձեզ ճանաչում են թե չէ։ Եկեք միասին դիտենք, ես հեռախոսը փոխանցեմ ձեզ։ Կարող եք սխմել վրան կմիանը։ Շատ լավ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Ոչ։ Իսկ սենց։ Չէ։ Ոչ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Չէ։ Ոչ։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Չէ։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Ոչ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Չէ, չէ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ սենց։ Իսկ սենց։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Ճիշտ է, չէ։ Իսկ սենց։ Չէ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Չէ։ Իսկ սենց։ Չէ, չէ։ Գուրգեն Սիմոնյանին ճանաչում եք։ Ոչ։ Իսկ սենց։ Չէ։ Իսկ երկարքով ինչով ես զբաղվում։ Ես հիմա քաղաքացիական գործերով։ Քաղաքականության։ Երևի IT ոլորտում է, չգիտեմ։ Բա Երևանի չէ։ Ընտրություններին մասնակցելու եք։ Հա, երևի։ Չգիտեմ։ Երևի հա կամ չէ։ Ունեք նախընտրելի տեխնացու։ Ճիշտն ասած, լը չէ։ Մասնակցելու եք ընտրություններին։ Հա, Ունեք նախընտրելի տեխնացու։ դեռ չեմ որոշել։ Պարոն Սիմոնյան, երբ որ ձեր կուսակցության հրապարակած նկարներն եք նայում, տեսանյութերն եք նայում, երիտասարդները տենց չկան, շատ չեն երևում, ավելի հասուն տարիքի Մեծ մարդիկ են։ մասամբ միջին սերունդ եւ ավագ սերունդ։ Ինչով է դա պայմանավորված, որ երիտասարդներին տեղ չեք տալիս։ Չէ, սիրով, գրկաբաց։ Երիտասարդները առհասարակ սկեպտիկ տեսակետից են վերաբերվում քաղաքական դաշտին։ Որտեվ գիտեք, փորձն էլ է նաև դա ցույց տալիս։ Մենք ինչ ենք տեսել առհասարակ քաղաքականության մեջ ինչ արժեքներ ու որակներ են նետված եղել։ Մինչդեռ դասականներին երբ որ ցիտում ես եւ հին հունական փիլիսոփայությամբ երբ որ նայում ես, քաղաքականությունը դա մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստն է։ Մենք դա տեսել ենք։ Չէ։ Բայց ես միշտ ասում եմ, երբևիցե չի կարելի առանձին անհատների աղետալի ինքնագործունեության եւ վնասներ պատճառելով դատել ամբողջ ոլորտի մասին։ Եվ օրինակը բերում եմ առողջապահության համակարգով։ Եթե լինի մի անպատասխանատու բժիշկ, որ բուժելու փոխարեն սպանի մարդուն, դրանից առողջապահությունը չի դառնում, չէ, անբարոյականություն։ Որտեվ դա ազնիվ աշխատանք է, ազնիվ առաքելություն է։ Հիմա ենթադրենք, եթե մասնագետներ նախկինում կամ պատշաճ ազգային մտածելակերպով անձիկ հնարավորություն չեն ունեցել քաղաքականությամբ զբաղվել եւ օբյեկտիվորեն ես իմ օրինակով եմ տեսնում, թե ինչ դժվարությունների ենք բախվում։ Դրանց քաղաքականությունը թեման տանում եք շնորհապետությանը, ես ուզում եմ հենց այդ թեմայից հարցեր տալ։ Սիրով։ Ինչու շնորհապետական։ Երիտասարդների համար դա բավականին խորտ բառ է, անհասկանալի։ Խորտ բառ է, բայց դա մեր արժեհամակարգն է նկարագրում, ինչու շնորհապետականություն, որովհետև նախկինում այն ինչ որ կար, մեր բնութագրմամբ գողապետություն էր, կլեպտոկրատիա։ Այն ինչ որ հիմա կա, տգիտապետություն է, կակիստոկրատիա։ Այն ինչ որ մենք ուզում ենք ստանալ, շնորհապետություն պետք է լինի, արժանավորների իշխանություն, մերիտոկրատիա։
Եվ մերիտոկրատիան ինքը նորմ ցանկության նման հղված մի արժեհամակարգ է, որ հղել ենք դեպի ապագա, որ լավագույններին հնարավորություն տանք, լավագույնները կարողանան բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղվեն, անկախ նրանից իրանք քո բարեկամն են, ազգակիցն են, ընկերն են, դու տեղ կվախենաս վստահության չափաբաժին լինելու մեջ, թե չես վախենա, ի վերջո պետք է հասկանանք, որ մարդը եւ անհատը, որը հայտ է ներկայացրել եւ մտել է քաղաքական դաշտ, ինքը պետք է պատրաստ լինի, որ նաև անկախատեսելի ռիսկեր կան։ Ու ես միշտ ասում եմ, սահմանին կանգնած զինվորը ավելի քիչ է ռիսկի դիմում, քան դու էլ քո խրամատը պահի։ Դուք այսօր ձեզ ավելի բարձր եք դասում որպես կուսակցություն, քան էլ քաղաքական ուժերը, ճիշտ եմ հասկանում, որ ասում եք արժանավորների Չէ, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բարձր չենք դասում, դա գաղափար է։ Դրա համար ենք մենք ծառայում։ Եվ ի վերջո, այսպիսի մի գաղափար էլ կա։ Եթե դու դարձել ես պետության ղեկավար, դու պետքա դադարես միայն կուսակցության ղեկավար լինելուց։ Դու պետքա օգտվես ամբողջ հանրապետության կադրային բազայից։ Եվ այդ անունը քեզ ստիպելու է։ Շնորհապետություն անունը քեզ ստիպելու է, որովհետև ենթադրենք քո կուսակցության մեջ կա տնտեսագետ, ենթադրենք, որ լուրջ տնտեսագետ է, դոկտոր է։ Դու նախատեսում ես, որ ինքը պետքա լինի էկոնոմիկայի նախարար, ենթադրենք։ Գալիս ես պաշտոնի, բացահայտում ես մի ինչ-որ այլ մարդու, որը ուղղակի գագաթն է այդ մասնագիտության եւ գիտես կառավարչական հմտություններով ուժեղ ու մաքուր ամբասիր կյանքով ապրած մարդ է, բայց ինչ-ինչ պայմաններով չի եկել ինտեգրվել քո կուսակցություն, ձեր կուսակցություն կամ համախոհել կարողա չի ձեզ հետ եւ այլն եւ այլն։ Եթե այդ անհատականությունը ստորագրում է մեր ռազմավարության տակ, դու պարտավոր ես նրան նշանակես։ Դու հայտարարել ես մերիտոկրատիա, արժանավորների իշխանություն։ Հետևաբար մենք ոչ թե մեզ գերադասում ենք, այլ մենք իդեայի կրողն ենք, դրոշակակիրը, որի համաձայն պետքա կարողանանք այդ մթնոլորտը ձևավորենք երկրում։ Պարոն Սիմոնյան, ենթադրենք կան գագաթներ, ձեր ասած, կան մասնագետներ ուժեղ, բայց նրանք նախկինում եղել են ձեր նշած կարմիր գիծ կուսակցությունների մեջ։ Այդ անընդունելի թիմերի մեջ են եղել, բայց իրանք մասնագետներ են, վարժվել են, իրանք արժանավորներ են։ Եթե բարձրաստիճան օղակներում դիրքավորված են եղել, ոչ, որտեվ այստեղ լավ մասնագետ եւ լավ մարդ սկզբունքները ձեռք-ձեռքի տրված պետքա լինեն, որտեվ եթե լավ մասնագետ է, բայց սրիկա է, աղետ է։ Եթե լավ մարդ է, բայց վատ մասնագետ է, կրկին աղետ է։ Ոնց է որոշելու լավ մարդու միջինացնում ես անցած ճանապարհով։ Եթե ինքը հարկերը մուծել է, կաշառակերությամբ չի զբաղվել, իր ամբասիր աշխատանքով աշխատել է, դա արդեն բնութագրում է իրեն։ Այսինքն լավ մարդ, ես չեմ ասում, թե լավ հայր կամ լավ, չգիտեմ, ամուսին կամ լավ երեխա, դու տեսնում ես պետության կարգավիճակից, եթե այդ մարդը օրինապահ է եղել, օրենք չի խախտել, երբևիցե վնաս չի հասցրել Հայաստանի Հանրապետությանը, արդեն ինքը համապատասխանում է այդ էպիցետին։ ԱԱԾ-ից քննչական կոմիտեից եք այդ տվյալները վերցնելու։ Իհարկե։ Դուք ասում եք կերպ օգտագործես պետական հնարավորությունները, որ իմանաս այդ մարդիկ։ Դուք ասում եք, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ձևավորած կառավարությունը վերակենդանացնելու է երկրի անվտանգային եւ պաշտպանական համակարգերը, ու նաեւ ռեաբիլիտացիան ապահովող կառավարություն է լինելու։ Իսկ ինչ խնդիր կա մեր անվտանգային համակարգերի հետ։ Շրված է անվտանգային համակարգը։ 94 թվականից ի վեր մեր անվտանգային համակարգը խարսխված էր օտարերկրապետության կամքի վրա։ Որ Ռուսաստանի։ Եվ այդ հավկուրությունը, որ մտածում էին այդ գերտերության երաշխիքները կամ ձերբազատի մեզ աղետալի իրավիճակներին, փչված մի միֆ էր, որը տրաքեց 2020-ին։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պետքա ձևավորի նոր անվտանգային ճարտարապետություն, որը պետքա խարսխված չլինի բացառապես գերտերության կամքի վրա։ Եվ ես որպես անվտանգային համակարգի մասնագետ ձեզ ասեմ, որ հայ ժողովուրդը իբրև հավաքական կերպար, նաև սփյուռքն էլ մեզ հետ միասին, այդ հնարավորությունը պոտենցիալը ներուժը ունի այդ ինստիտուտները ձևավորելուն զուգահեռ, նաև դաշնակցային հարաբերություններ կնքի մի քանի այլ պետությունների հետ, ես հակված եմ եվրոպական եւ արևմտյան պետությունների հետ, օրինակ Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ այդ հնարավորությունները կան։ Պարոն Սիմոնյան, բայց ըստ էության այսօրվա դրությամբ իշխանությունները չեն ձևավորում այդ նոր անվտանգային համակարգը։ Նիկոլ Փաշինյանը բազմաբևեռ քաղաքականություն է վարում, թրիփն է բերում Հայաստան Եվրամիության հետ, սերտ համագործակցություն է սկսում, նաև երբ է սկսում։
Trip-ի համաձայնագիրը արդեն ուրա մենք ինգետնի վրա ոչ մի բան չենք տեսել, ախր այն ամբողջ ցավը դա է, որ խոսում են, ոչ մի բան չեն անում։ Մեր ժողովուրդը կարողանում է պլանավորել եւ խոսալ, բայց գետնի վրա իմպլեմենտացիայի վրա ձախողում են։ Ուրա, բայց փոխնախագահ Վենսը եկավ։ Հետո ինչ եկավ գնաց։ Դե հա ամեն տարի չի Գալով գալիս։ չի, ընկերներ, պետքա կարողանաս ձևավորես տիրույթ։ Ենթադրենք ինչ-որ մի հատ ռազմավարական նշանակության ենթակառուցվածք կա կառուցվում Հայաստանում։ Բայց ու մի անգամից չէր կառուցվել այդ Բայց 7 տարին քիչ է։ Չէ, Վենսը նոր է եկե, օրինակ Դե ամեն ինչ նոր է սկսվում։ Դրանից առաջ եկել է Նենսի Փելոսին էր եկել դրանից առաջ, ինչի չօգտվեցին։ Դրանից առաջ պաշտպանության նախարարությունը գնաց, պաշտպանության նախարարը գնաց Միացյալ Նահանգներ միջև Արցախի անկումը, որպեսզի կարող այնտեղ Կանզասի նահանգապետի հետ հանդիպեցին, ազգային գվարդիայի հրամանատարության հետ հանդիպեցին, մոբ ռեզերվի կառավարումը ուրա։ Դուք չեք պատկերացնում ինչա կատարվում։ Դուք արդեն զինվորական ծառայության տարիքի եք հասել։ Ես ծառայել եմ արդեն։ Ծառայել եք հրաշալի է։ Վայնկոմատներում մոբ ռեզերվի կառավարման խնդիր կա։ Ես չեմ տեսնում այդ աշխատանքը, հասկանում եք, մենակ շաքար ասելով բերանում քաղցր չի դառնում։ Չի լինում եւ հետո կոմպլեմենտարիզմը, այդ կոմպլեմենտարիզմ կոչեցյալը, դա հին սկզբունք է Լևոն Տեր-Պետրոսյանից եկող, որը տանում էր նաեւ Սերժ Սարգսյանը, բառի փոխարինմամբ եւի քաղաքականություն, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հաջողության բերել է։ Եթե բերած լիներ 2016 թվականի ապրիլյան քառորյան չէր լինի։ Նիկոլ Փաշինյանը վերցրել է մի գործիք, որը հաջողության ապրիորի չի բերել։ Բայց այսօրվա դրությամբ Ռուսաստանից ու Չինաստանից էականորեն նվազել են ռազմամթերքի ձեռքբերումը ու արդեն մեր իշխանությունները տարբեր պետություններից են ռազմամթերք ձեռքբերում։ Դա մի կոմպոնենտ է։ Անկախության թոթափումը չէ։ Ոչ, դա ընդհանրապես մեկ կոմպոնենտ։ Դա ընդհանրապես մեկ կոմպոնենտ է, բայց տեսնում ենք, որ եթե օտար պետությունը մեծ ներգրավվածություն ունի, քո ռազմավարական օբյեկտները նրա կոնցենսիոն կառավարման տակ է, դու վերցնում ես վտանգավոր արտահայտություններ ես անում, որ եթե դուք չեք վերադարձնում, ապա ձեզ դաշնակից պետություն թող վերցնի կոնցենսիոն կառավարումը։ Դու տեսնում ես, որ տգիտապետությունը կակիստոկրատիան ամենուրեք է հայտարարությունների մեջ հռչակագրային բազա են գրում, որ հռչակագրերում իրավունք չունի նման արտահայտություններով, նման նախադասություններով բաներ, եզրեր տեղ գտնեն, արտահայտություններ են արվում, գնում է Եվրոպա, ինչ որ ժետոն են կտրել, աշխարհը առհասարակ, երրորդ համաշխարհայինի շեմին է եղբայր։ Դու կադաստր ես ուզում ումից մի կառույցից, որի գոյությունը հարցականի տակ է, որտեղ ֆինանսավորումը կտրել են ու չեն իմանում ինչ մոդիֆիկացիաների պետք է ենթարկվի։ Ոնց ես նման բաներ խոսում, ինչու չես մոբիլիզացնում, նախ քո հանրակրթության մակարդակը նայիր, գյուղատնտեսության պարենային անվտանգության մակարդակը նայիր, դրամ-դոլար հարաբերակցությունը նայիր, տնտեսության կացությունը նայիր։ Բայց դուք ասում եք, որ պետք է ԱՊՀ-ից դուրս գալ, ՀԱՊԿ-ից դուրս գալ։ Դուք Նիկոլ Փաշինյանի փոխարեն կկարողանաք միանգամից դուրս գալ։ Պատրամաբանական հարց տամ։ Ռիսկեր չեք գնահատել։ Ռիսկեր միշտ կան։ Մենք հիմա որ դուրս են գալիս փողոց, ռիսկ կա հիվանդանալու, վիրուս վերցնելու, ինչ որ մի աննորմալի վարած մեքենայից խուսափելու, ռիսկ կա ապրելը առհասարակ ռիսկերի հետ է հաղորդակցում, չէ, բայց մեր իմունիտետը, մեր ֆիզիկական պատրաստակամությունը, մեր ինտելեկտուալ հնարավորությունները տանում են մեզ ապրեցնելու ռիսկերի նվազեցման ճանապարհով։ Բա դու երկիր ես, ռիսկերը ուզում ես չլինեն, ընդհանրապես, այստեղ խնդիր կա, ներողություն։ ԱՊՀ-ում եթե դու կաս, դա նշանակում է դու չես ճանաչում քո ինքնիշխանությունը, որտեվ ԱՊՀ-ն ԽՍՀՄ 2.0-ի մասին է։ Եթե դու ինքնիշխան պետականություն ես կառուցում, դու պետք է ԱՊՀ-ից դուրս գաս։ Պարզ Սիմոնյան, չեք կարծում, որ սկզբում պետք է այդ հնարավորությունները ստեղծել, որ եթե դուրս գաս կարողանաս իմանալ ուր ես նաև գնում, նոր դուրս գալ։ Երբ որ դուք ասում եք պետք է ԱՊՀ-ից դուրս գանք, ԳԱՏՄ-ից դուրս գանք, ՀԱՊԿ-ից դուրս գանք, տեսնում ենք, որ օրինակ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի պարագայում օրինակ բոյկոտում է նիստերին չի գնում։ ԵԱՏՄ-ից միանգամից դուրս գանք, բայց տնտեսությունը, որ ամբողջությամբ օրինակ կախված է հենց Ռուսաստանից, ու ԵԱՏՄ-ի ամբողջ դրան այլընտրանք չունենանք, որ նոր որոշենք հաղում հակնդեմ։ Կամ ինչ որ մեկի ատամը, որ բորբոքված է, ցավում է, կատաստրոֆիկ աստիճանի։ Այդ օրինակ էլի եք բերել, մեկ այլ հարցազրույց։ Իմպլանտի, որտեվ շատ հաջողված է, իմպլանտ դնելու գումար չունի։ Պետք է ասի չէ, դե որ այդ հնարավորությունը չունեմ տառապեմ։ Չէ, դա քեզ վնաս է տալու, սեպսիս է զարգանալու, արյան վարակում ստանաս։ Դու պետք է հեռացնես դա։
Եթե մի կառույցներ կան, որ քեզ ճոպաններով կապկպել են եւ հնարավորություն չեն տալիս, դու շարժվես։ Դու չպետք է մտածես, այս պահին դու փոխարինողներ ունենալու ես, որ դրանից ազատվես, թե չէ։ Դրանից ազատվում ես, որ հնարավորություն բացվի փոխարինողներ գտնես։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե դու ԵԱՏՄ անդամ ես, քո արտադրությունը երբևիցե միջանկյալ շուկաների հետ հաղորդակցվելու հնարավորություն չի ունենա եւ զարգացած շուկաներ չի մտնի, զարգացած շուկաներ չի մտնի նշանակմա ստանդարտներով ISO համակարգերով քո արտադրությունը չի համապատասխանելու, հոսքագիծդ հին է լինելու, աշխատողները չվերապատրաստված, տնտեսությունդ աղետի մեջ։ Բայց բաց հատվածում ասում եք, որ դուրս կանք ինչ որ բան ունենա, հետո նոր որոշենք թե ում ենք միանում այդ ընթացքում բա ինչ անենք։ Աշխատել, զարգանալ, փնտրել հնարավորություններ, փնտրել գործընկերներ։ Այդ ընթացքում ես վստահ եմ, տնտեսությունը կոլապսի չի ենթարկվի, գազի գինը կբարձրանա։ Կոլապսի մեջ, գազի գինը հեսա կտեսնեք ինչ աղետի է լինելու իրանական կոմպանիայի հետևանքով։ Մենք հիմա էլ ենք աղետի մեջ, դուք չեք պատկերացնում երկրի տնտեսական անկառավարելի իրավիճակը նաև պետական պարտքի բարձրացմանը զուգընթաց, երբ որ դա անկառավարելիության շեմը կհատի, ընդ որում երկրները զարգանում են, երբ որ ինդուստրիա ունեն, արդյունաբերություն բարիք են արտադրում, կամ ունեն նավթագազային հումք կամ այլ պարենային կամ ինչ որ մի հնարավորություններ, որ կարողանան բնական միջոցներ կամ ընդերք վաճառելով գոյություն ունենան։ Դուք ոչ նա ունեք մեծ հաշվով, ոչ էլ նա ունեք։ Եվ տեխնոլոգիական շուկան էլ չի զարգացում, թեպետ եւ ուղեղներ կան Հայաստանում։ Սիլիկոնյան հովիտներ չեն կարողանում ձևավորել, թող սիլիկոնյան նախալեռներ ձևավորեն Հայաստանում։ Այդքան հնարավորություններ կա, չեն բացազատում։ Ինչու հարց տվել եք, որովհետեւ օտար երկրի տնտեսական կառույցի կարգավորիչները ձեզ խեղտամահ են անում։ Ուղղակի բռնել են ձեր կոկորտից եւ բաց չեն թողնում, ընկերներ։ Դրա համար պետքա քաղաքական կամք։ Վախենում ես, որ դու ֆիզիկական ռիսկեր կունենաս։ Կրկին եմ ասում, ինչով է սահմանին կանգնած զինվոր ավելի քիչ ռիսկի դիմում։ Ինչի պետքա դու ավելի ապահովագրված լինես։ Նրա կյանքը ու քո կյանքը իրարից տարբերվում են։ Նրան ավելի արժեքավոր է, նա երիտասարդ է։ Ասենք հաջորդ հարցին, ձեր կուսակցության ծրագրի վերաբերյալ, դուք ասել եք, որ կուսակցությունը մտածում է 4 աստիճան փաստաթղթերի համակարգ։ Մարտավարական փաստաթղթեր 100 խնդիր 100 օրում, ռազմավարական փաստաթղթեր 20 հարց 5 տարում, երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթեր 10 հարց 20 տարում, մեծ ռազմավարության փաստաթղթեր 5 հարց 50 տարում։ 100 խնդիր 100 օրում մի տեսակ պոպուլիստական չի հնչում։ Չեմ կարծում, որ պոպուլիստական է, դրանք մեկ գրչի հարվածով լուծվող գործընթացներ են, որ ոչ թե դու նախանշել եք այդ խնդիրները, կարող եք թափառական շների կամ կենթանիների հարցը չէ։ Որում թափառական շների հարցը այդ որոշումը կարաս մի օրում կայացնես։ Ինչ որոշում եք կայացնելու թափառական շների հարցը։ Ձևավորել համապատասխան ապաստարաններ կամ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի թափառական շներին հավաքեն, կարողանան ստերջացնեն պետական բյուջեից որոշակի կամ արտաբյուջետային միջոցներով հնարավորություններ հոսեն։ Դա կարող ես անես, կարող ես հանձնարարական տաս, կարող ես հրաման տալ։ Այս վերջերս տեսա որտեղ էր, որ կարծեմ Ծաղկաձորում էր, թունավորել են շներին, դա անմարդկային է։ Բայց չեք կարծում, որ պետք է սկզբում բնակչության վերաբերմունքը փոխել ընդհանրապես տնային կենտրոնների եւ թափառող։ Դա օրինակի համար աղբը մաքրելը կարճաժամկետ է, չէ, բայց չախտոտելը ռազմավարական հարց է, դու պետք է դաստիարակես այդպիսի քաղաքացի։ Աղբը տեսակավորելը ռազմավարական է, բայց աղբամշակման գործարան հիմնելը, որ տեղում արդեն չտեսակավորածը տեսակավորելը կարճաժամկետ է։ Մեկ օրում կարաք աղբամշակման գործարան։ Չէ, ես դրա մասին չեմ հայտարարում։ Կամ ասենք ենթադրենք բնապահպանական բազմաթիվ ծրագրեր կան, հազար ու մի հարց կա, կենցաղային հարց կա։ Դուք գիտեք, օրինակ աղբահանության առումով այսօր սոցիալական անհամատեղելիություն կա։ Քառակուսի մետրերով են աղբահանության գումարը ուզում։ Կարող է 300 քառակուսի մետր տարածքի մեջ 2 թոշակառու ամուսիններ բնակվեն, դա ինչ են իրանք աղբ գեներացնելու, որ դու այդքան գումար ես նրանցից գանձում։ Այսքան շատ չմանրամնանք այդ կոնկրետ բաների մեջ։ Իսկ 20 հարց 5 տարում, դրանցից մի քանիսը կարող եք նախանշել, դրանք ինչ հարցեր են։ Համակարգային օրինակ շինարարությունը կարող է պետական կառավարման համակարգը կուռ այնպես ձևավորես, որ ներառական աստիճանակարգային փոխկապակցվածություն ունենա, սուպեր նախարարություններ չլինեն։ Հիմա մեր պետական կառավարման համակարգում գերատեսչությունները առանձին անկլավ գործող ինչ-որ մի իրավիճակի մեջ են։ Եվ ըստ էության կարճ էսել ասեն, որ դուք պատկերացնեք ինչի հետ է խնդրեմը կախված։ Գերատեսչությունը իր համակարգման ոլորտի պատվերը իջեցնողը ինքն է, պատվերը կատարողը ինքն է, պատվերը գնահատողը ինքն է, վերջում ամեն ինչ գերազանց է, բայց աղետի առաջ ես կանգնում, տեսնում ես սկի մեկի էլ չեն։
Իսկ 5 ռազմավարական հարցը 50 տարում դա ինչի մասին է։ Սա արդեն ենթադրում է քո ենթակառուցվածքային կապի, միջազգային ենթակառուցվածքներին, քո ներգրավվածությանը, Հայաստանի առաջարկելինքին աշխարհին, քո աշխարհագրությանը, քո ազգային արդարության վերականգնմանը։ Արցախի հարցը փակ չի, եթե մարդիկ 30 տարի պատրաստվեցին, եկան, հարվածեցին, վերցեցին։ Ես խորհուրդ եմ տալիս ընթերցեք Ռոբերտ Կապլանի աշխարհագրության վրեժը գիրքը Revenge of Geography, Մեստ գեոգրաֆի։ Դուք կտեսնեք, որ աշխարհագրական մասիվներ կան, լեռնաշղթաներ կան, ջրեզրեր կան, գետեզրեր կան, որ դու որպես պետություն պետք է ապահովես, առավել եւս դա պատմական եւ բարոյական եւ ազգային իրավունքների անբաժանելի հատվածն է, որ քո անվտանգությունը հոգաս։ Պարոն Թե Սիմոնյան, չէ քեզ կմաքրեն, կլվանան, կտանեն տարածաշրջանից։ սոցիալական ինչ-որ հարցեր լուծելու եք կարճ, այո կամ ոչ։ Անշուշտ։ Ինչի Եթե պիտի պետությունը- բնակչությունը ձեզ ընտրի, ընտրողները ձեզ օրինակ սոցիալական խնդիրներ լուծելու համար ընտրի, եթե օրինակ այսօր իշխանությունը գույքագրել է այդ խնդիրները, թոշակներն է բարձրացնում, առողջապահական հարցերն է լուծում ապահովագրության տեսանկյունից, եթե դա ոնց որ քայլ առ քայլ արվում է, Չի արվում։ դուք ասվում ավելի է։ չեք անելու։ Չէ, տեսեք։ Օրինակ Մենք այս վերջերս ապահովությունը արվում է մարդիկ Ավելի մեկից Մենք այս թոշակները վերջերս բժիշկներին հրավիրեցինք, լսեցինք, դա մի աղետալի իրավիճակ է։ Նախ ապահովագրությունը մեծ ծանրաբեռնվածություն է բերել բուժ աշխատողների նկատմամբ եւ աշխատավարձի պատշաճ մակարդակ չի ապահովում եւ բազմաթիվ խնդիրներ կան առողջապահության համակարգում։ Այս վերջերս, որ ես Facebook-ում տարածել էի, ներկայացուցչական բավականին կազմ հավաքվեց, ուղղակի լուսանկարներ չեն հրապարակում, գիտեք ինչ ներքաղաքական տհաճ իրավիճակը կարող է հետո խնդիրներ ունենան այդ մարդիկ։ Բայց մենք մեր մոնիթորինգը արեցինք եւ այլն եւ այլն։ Սոցիալական հարց պետությունը չի կարող իր առաջ չդնի, որտեղ պետության իմաստն է սոցիալական խնդիրներ ունենալը եւ լուծելը։ Եթե պետությունը սոցիալական խնդիրներ չի ունենում, չի լուծում, նրա գոյությունը անիմաստ է։ Ինքը կոչված է դրա համար։ Եվ բացի այդ, դու պետքա մարդկանց ոչ թե միայն ստամոքսին հարող հանգամանք տաս, այլ նաև անվտանգության բաղադրիչ ապահովես, որտեղ այսօր սնված լինելը դեռ չի երաշխավորում, որ վաղն էլ դու սնված կլինես։ Այդ հարացույցը դուք տեսնում եք, անկեղծ ասած ես չեմ տեսնում։ Ներկայիս գործող իշխանությունների վարքաբանության մեջ ինչքան էլ որ թոշակները 10,000-ով բարձրացնեն, բայց դուք գիտեք, որ գները սրընթաց աճում են։ Այդ բարձրացումների հնարավորությունները շարունակական լինելու է, ենթադրենք 2 տարի հետո, երբ որ գները կբարձրանան։ Այդ պոտենցիալը երկիրը ամբարած ունենալու է, որտեղ ամեն ինչ ռազմավարական տնտեսությունից է իջնում սոցիալական մակարդակի։ Խոստանում են, որ լինելու է, պարոն Սիմոնյան։ Դե բայց 7 տարի խոստանում են, հերիք է։ Դե բայց չպիտի օրինակ բնակչությունը իր օրվա հացի խնդիրը լուծի, այսինքն այդ Պետք կուշտ լինի, որ հետո կարողանա անվտանգության հարցերի մասին Պետք մտածել։ թող կուշտ լինեն եւ անվտանգության հարցերի մասին մտածելը առաջին հերթին ընտրություններում փոփոխությունների գալն է։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը փոփոխություններ կբերի եւ կակիստոկրատիան մերիտոկրատիայով շնորհապետությամբ կփոխարինի եւ կկարողանանք ուտելուն կուշտ լինելուն զուգահեռ ապագայի հարցը լուծել, որ միշտ կուշտ լինես, ոչ թե այսօր միայն։ լավ դուք ձեզ դիրքավորում եք որպես հակառուսական ուժ, բայց ձեր կարծիքով հակակրեմլյան։ Հա, որտեղ ռուս ժողովրդի նկատմամբ կամ նրանց մշակույթի նկատմամբ այնպես չի, որ մենք ֆունդամենտալիստ հակակրանք ունենք, բան ռուս, որ տեսնենք փողոցում չենք հարցակվի, չենք ծեծի։ Ամեն դեպքում չեք կարծում, որ Գազպրոմի հետ կապված կամ ռուսական կապիտալի հետ կապված մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Կարծում եմ։ Ու դրանից բացի դուք նաև զգում եմ, որ արևմտյան դիրքավորում ունեք, դա կհանգեցնի վիոլայի հետ կապված խնդիրների լուծելուն։ Գիտեք, խնդիրներ լինելու են միշտ, բայց նախ եկեք սկսենք այն կարևորագույն աքսիոմաներից։ Այն պետությունը, որը էներգակիրներ ներմուծում է եւ հացահատիկ ներմուծում է, միշտ աղքատանալու է։ Որտեւ պետության տնտեսությունները հենվում են էներգակիրների վրա եւ այդ էներգակիրների կուտակիչների վրա։ Ինչքանով է դու կարողանում դա զարգացնել։ Ինչն է խանգարում ալտերնատիվ էներգետիկան զարգացնել Հայաստանում կամ միջուկային էներգետիկան զարգացնել Հայաստանում։ Ոչինչ։ Պետք է պարտադիր նավթագազային հումքի վրա կախված էներգետիկ համակարգ ունենանք, որ տնտեսությունը առաջ տանենք։ Կենցաղային կոմունալ գազի մասին չի խոսքը, արտադրական գազի մասին է խոսքը։ Ինչն է խանգարում։ Բայց Հայաստանի Հանրապետությունում 10 բացվելու ամիս արև կա։ 10 ամիս։ զարգացնում են արևային պետական աջակցման ծրագրեր Ես հələ չեմ տեսել, որ արտադրական հնարավորությունների մեծ
լեռներ պանելներով լցվեն իրանց ենթակառուցվածքներով հանդերձ։ Ատոմակայանը չի զարգացվում։ Մոդուլային տիպային կայաններ են բերում դնում, այդ տիպային կայանը ոնց բերում դնում են, նույնիսկ կարող են վերցնեն տանեն։ Ռազմավարական միջուկային էներգետիկան միայն ստացիոնար գործող ատոմակայանի միջոցով կարող զարգանա, եւ դա նաեւ միջուկային ֆիզիկայի արկայության մասին է, միջուկային տեխնոլոգիայի հումքի մշակման, հումքի պահպանման եւ այլ հարակից ենթակառուցվածքների զարգացման մասին է։ Մեծամորի էներգաբլոկը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է։ Ամբողջությամբ սովետական տեխնոլոգիաներով, ընդ որում երկրաշարժից հետո մի էներգաբլոկը կանգնած է եւ կարծեմ 1200 մեգավատանոց էներգաբլոկը ընդամենը կիսով չափ գործող էներգաբլոկ է։ Հիմա ի՞նչն է խանգարում Միացյալ Նահանգների տիպային միջուկային կայանների համագործակցությունը լինի։ Ֆրանսիայի հետ ստացիոնար միջուկային էլեկտրակայանի զարգացման հարց դնենք։ Որն է խնդիրը։ Մենակ սրտի կանելով չի է։ Սիրտը հրաշալի օրգան է։ Պարոն Սիմոնյան, Սրտով սիրում են, բայց նաև եկեք սրտին միացնենք ուղեղը։ Պարոն Սիմոնյան, ձեր կուսակցության կայքում կա բարիկների հատված, խանութ, որտեղ որոշակի ապրանքներ են վաճառվում ու ենթադրում եմ, որ դա կուսակցությանը աջակցելու համար է, որովհետև բոլորի վրա ձեր կուսակցության լոգոն է դրված։ Այնտեղ բաժակ, ավտոյի միջին անուշաբույրները $10, $15 ավելի բարձր գների շատ թանկ չի ձեզ։ Թանկ է, բայց դա մենք չենք դիտարկում որպես եկամուտի հիմնական աղբյուր։ Մեկ այտենց եկամուտ չի եկել այսքան ժամանակ, որ ինչ-որ մի բան առնեն ու տեղից գումար գա։ Իսկ ամենաշատը ի՞նչն է վաճառվել։ Չի վաճառվել ոչ մի բան։ Ինձ օրինակ հետաքրքիր է, շատ հուդի է վաճառվել, թե մկնիկի տակի գորգը։ Ես ասեմ, որ մենք անգամ եթե բաներ ենք անում, վերնաշապիկներ ենք պատվիրում, որ կուսակցականներին տանք, դա անվճար է տրամադրվում այս հաշվով։ Գնանք արտաքին քաղաքականություն, դուք ասում եք բարեկամը նա է, ով քայլում է մեզ հետ համընթաց։ Այո։ Այսօր որ պետություններն են մեզ հետ քայլում համընթաց։ Իսկ դուք որդեգրել եք ձեր ճանապարհը։ Մենք ի՞նչ կապ ունենք։ Բա պետքա գնաք ինչ որ ակետից բեկետ, չէ, որ տեսնեք ով է ձեզ հետ համընթաց քայլում։ Հա, ձեր կարծիքով ով է համընթաց քայլում։ Ես չեմ կարծում, որ մենք որդեգրել ենք մեր ճանապարհը։ Մենք դոփում ենք տեղում։ Մեր հետ քայլող համընթաց շատ երկրներ կան։ Ոնց եք որդեգրելու։ Ինչ ուղղությամբ եք քայլելու։ Դա կախված է ձեր ռազմավարությունից։ Մեր ազգային անվտանգության ռազմավարությունը գրվել է 2020 թվականին, վերջինը։ Նորը կա։ Բայց ախր պարոն Սիմոնյան, ո՞նց եք որոշելու, որ երկիրն է մեր բարեկամը, որը չէ։ Դուք պետք է որոշեք, որ եք գնում։ Որը ինչ որ չափով մեր հետ համընթաց քայլում է, ըստ ձեր չափորոշիչների, ինչ որ չափով համընթաց չի քայլում։ Հիմա ինքը բարեկամ կլինի։ Ձեր շահերը համընկնում, այդտեղ համագործակցում եք։ Նախ միջազգային հարաբերություններում ինչ որ մի պետության հետ համագործակցությունը դա պսակադրության ակտ չի։ Իսկ ում հետ կարանք Մենք չենք համագործակցենք ամուսնանում ինչ որ մի երկրի հետ։ Մենք համագործակցում ենք։ Ենթադրենք էներգետիկայի առումով ձեր պետությունը ո՞ր ուղղությամբ է շարժվում։ Այդտեղ տեսնում եք ում հետ եք կարողանում համագործակցել։ Իր աշխարհագրական դիրքավորումով եւ ռազմավարական հեռանկարներով տարածաշրջանի համար, գլոբալ աշխարհաքաղաքական առումով ինչ ռազմավարություն ունեք որդեգրած, որ պետություններն են ձեր հետ համընթաց։ Այդտեղ վաստակում եք այդտեղ անվտանգային բաղադրիչի համագործակցողներ, տնտեսական այլ համագործակցություններ կարող են լինել, ձեր կոնյակը որտեղ են սիրում։ Որտեղ եք դուք կարողանում զարգացնել դեր տնտեսական ինչ հատուկ արտադրանք ունեք արդյոք գյուղատնտեսություն ունեք եւ այդ գյուղատնտեսությունը լայնազանգված գյուղատնտեսությունա թե էլիտար է դա էլ է տարբերություն հողային սակավությունը ենթադրում է որ մենք պետքա VIP սննդամթերք արտադրենք ու վաճառենք որ երկրներն են դրա սպառողները օրինակ Մեծ Բրիտանիան ու Դանիան բավականաչափ խորը եւ համապարփակ տնտեսական հարաբերություններ ունեն բեկոնի շուրջ անգլիացիները խելագարվում են ուղակի դանիական բեկոնի համար խոզերա որ պահում են դանիացիները եւ հատուկ ձևով են պահում որ անգլիացիները շարունակեն խելագարվել այդ բեկոնի համար։ Հիմա բերենք այդ խոզերից Հայաստանում էլ պահենք։ Ոչ, կոնյակ սարքեք։ Ինչից եք ուժեղ, դուք դա արեք։ Կարողանում եք IT ոլորտում ուժեղ լինել, ծրագրեր արեք, միկրոչիպեր զարգացրեք։ Կարողանում, երբ որտեղ եք անում։ Ձեր ամբողջ IT սեկտորը փորձում է իր տնտեսվարումը եւ գործունեությունը ծավալել եւ կապել ավելի կայուն շուկաներում, օրինակ Միացյալ Նահանգներում։ Ում հարցնում ես դրսում կամպանիաներ ունեն, ում հարցնում ես։ Ինչի, իսկ ինչի դու գրավիչ չես, որ ստեղ բերեն։ Ինչի՞ չեք նայում, ասենք, ենթադրենք եվրոպական փոքր գաճաճ պետությունների փորձը, երբ որ մաքսային հարկային արտոնություններ դրսևորելով ստիպել են աշխարհի գերհզոր տրանսազգային կորպորացիաները գնացել այնտեղ հիմնվել են
որ շահեկան լինի, բայց մի պայմանով, օրինակ Լիխտենշտեյնում այսպեսի մի կանոն կա։ Տրանսազգային կորպորացիան գալիս է գնացում է Լիխտենշտեյնում, նրանց հարկային մաքսային արտոնություններով հանդերձ, բայց պարտավորվում է մեկ Լիխտենշտեյնցի գրանցի որպես նրանց մոտ աշխատող։ Եվ ամսական աշխատավարձը 60,000 եվրո է։ Բայց այդ մարդը ոչ մի բան չի անում, ինքը ուղղակի Լիխտենշտեյնցի է, որ թույլ տան, որ այդ տրանսազգային կորպորացիան գա։ Բալավ մենք խելոքներով հավաքվել ենք, ինչ ենք տարապում, ցանկացած հայ դուրս է գալիս ահռելի հաջողությունների հասնում։ Ինչու հարց չենք տվել, հարցը տվել ենք եւ պատասխանը կա, որովհետեւ կլեպտոկրատիա էր եւ կակիստոկրատիա էր։ Ինչ հա պետք որ մենք մեր տաղանդները բացազատենք։ Մերիտոկրատիա, շնորհապետություն։ Պարոն Սիմոնյան, ձեր հայտարարություններից մեկում ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական ազդեցության գործիչ է։ Իմ ենթադրություններով, թեպետ եւ նրան ճանաչողները վիճում են ինձ հետ, բայց ես ասում եմ, էական չի դու աշխատող լինես հատուկ այդ ազդեցության համար կոլաբորացիոնիստ լինես, քո քաղաքականությունը կարող սպասարկի դա։ Ահա, թույլ տվեք հարցը ձևակերպեմ։ Նա հայտարարել է, որ մինչև 2022 թվականի հոկտեմբեր նա եղել է Ֆորպոստի վարչապետ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո դարձել է ՀՀ վարչապետ։ Միաժամանակ նա հանել է ռուսական սահմանապահներին Զվարթնոցից, սահմանապահներին Սյունիքի մարզից, դրան զուգահեռ Ռուսաստանից դուք Նառնաձորում եղել եք։ Իրանի հետ սահմանի մասին է խոսքը, պարոն։ Հա, ես ընդեղ իրենց դրոշը տեսել եմ իր հանելուց հետո։ Լավ չի հանել։ Այսինքն հիմա պնդում եք, որ հայտ տեսել եմ իրանական սահմանին կար ռուսական տարի օգոստոսին գնացինք, ընդեղ իրենց դրոշով հենակետը կար։ Ընդեղ են։ Գուցե ինչ-որ նոր հենակետ է կամ ամեն դեպքում հայտարարվում է, որ Իրանի հետ սահմանում ռուս սահմանապահները հանվել են։ Հայտարարվում է։ Նաև Զվարթնոցից են հանվել ռուս սահմանապահները։ Ինչ? Ինչ գիտեմ։ Հայտարարվում է։ Դե շատ կարա հայտարարվի, բայց օրինակ ֆիզիկապես այնտեղ ռուս չտեսնելը չի նշանակում, որ այնտեղ չեն։ Նաև Ռուսաստանի կողմից գալիս է հայտարարություններ, որ արևմուտքը Ռուսաստանին տանում է եւ այլն եւ այլն։ Անդիմադիրները ասում են Նիկոլ Փաշինյանը ամենահակառուս սպային քաղաքական գործիչն է։ Ավելի հակառուսա ու գնում է Արբատում հեծանիվակշում, այնտեղ որտեղ Բարիս Բերեզովսկիին դրեցին գնդակահարեցին։ Նեկուցե համընկել է։ Ես գիտա ֆանտաստիկ գրքերին չեմ Թե հակառուսա ու ԵՄ-ին միանալու օրինագիծ է բերում։ Ուր այդ օրինագիծը, երբ հիմա էլ գնացել է Եվրամիություն, ասում է գիտեք ինչ, մենք որ չենք դիմում Եվրամիություն, Վրաստանն է պատճառը։ Այ։ Միակ ճանապարհը Վրաստանն է, որ Վրաստանի միջոցով, բայց Վրաստանը խնդիրներ ունի։ Հազար անգամ կներեք։ Բացի ասել էր, որ մենք պատրաստ ենք Եվրամիության հետ ենք անխոր հարաբերության, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Այսինքն եվրոպացիներն էլ ասեցին, արի համբուրեմ քեզ գրկաբաց, այդքան խորը։ Ինչ արեցի, ոչ մի բան։ Հայտարարություններին մի նայեք գործին։ Ռուսամետը ու հապկում այդ ամբողջ գործընթացը սառեցնում է իր մասնակցության։ Ընթացակարգ չկա սառեցնել։ Դուք որպես գրագետ անձնավորություններ պետք է հապկի ամբողջ կանոնադրությունը վերցնել։ Բոյկոտում է։ Անգրագետ երեխու նման, ասենք ինքը դպրոցից դուրս է մնալու պրոստը։ Էդի ձև չի, դա ընթացակարգ չի, սառեցնելը եղանակ չի, չկա տենց բան։ Կամ մեջն ես, կամ մեջը չես։ Ավելի վատ որ մեջն ես ու տենց ես մեջը։ Պարոն Սիմոնյան, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի տերերը արևմուտքից են։ Բա իրա տերերը որտեղից են։ Չէ, մեր հարցը Իրանի Այսինքն ես ոնց մեկնաբանեմ իրան։ Դուք ասում եք մարդունեք, որ ձեզ ասում է, ով որտեղից է գալիս, տենց չի, որ ինչ որ մեկը ասենք, սենց գալիս է ականջից փսփսում է։ Մարդիկ են, որ օգնում են տարբեր տեղեկատվություններով։ Բա որտեղից է տարբեր տեղեկատվությունները, որտեղից է գտնում։ Ձեր ասողով, որտեղից է։ Մարդիկ, մեր կուսակցականները, իմ կուսակցության քաղաքխորհրդի անդամները, ուղղակի կուսակցությունները, որոնք առնչվել են, գիտեն, ավելի շատ բան կարող է իմանալ ներքաղաքական դաշտից, քան ես։ Գաղտնի տեղեկությունների են։ Չէ, գաղտնի տեղեկությունների ոչ մեկ չի տիրապետում։ Գաղտնի տեղեկությունների ժամանակին ես հնարավորություն ունեի աշխատանքի բերումով պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, բայց հիմա բարոյապես մաշված տեղեկություններ են, դրանք ընդհանրապես հրապարակման ենթակա չեն։ Պարոն Սիմոնյան, դուք աշխատել եք Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում ու նաև հայ-ռուսական համալսարանում այս բան չեք աշխատում, դասախոսություններ եք կարդացել։ Դասախոսություններ ժամավճարով աշխատող եմ եղել, ընդ որում Լոմոնոսովի համալսարանում կարծեմ 2016 թվականից չեմ աշխատում, Սլավոնական համալսարանում արդեն պայմանագիրը լուծված է, ոնց որ ամեն տարի լուծվում է,
ժամավճարով դասախոսների համար։ Ու դուք միաժամանակ նաև ձեզ դիրքավորում եք հակառուսական հակակրեմլյան ճամբարում, այս հակասությունը ոնց կբացատրեք, որ Այդտեղ չկա հակասություն։ ոնց չկա։ Այսինքն ռուսական բուհերի հետ ղեկավարությունը օքեյ է եղել այդ հակառուսական տրամադրություններին։ Ինձ ընդհանրապես որևէ խմբագրումներ կամ նկատողություններ չեն հնչել։ Իմ բնավորության համաձայն, եթե հանկարծ զրույց լիներ ինստիտուտի ղեկավարի կամ ամբիոնի վարիչի հետ, ես այնտեղ չէի աշխատի։ Բայց ավելի տրամաբանական կլիներ, օրինակ այն արժե համակարգով ու գաղափարներով, որով ներկայանում եք, օրինակ աշխատեք Եվրոպական համալսարանում։ Աշխատել եմ։ Հա։ Եվրոպական համալսարանում աշխատել եմ Գլաձոր համալսարանում, աշխատել եմ Գիտությունների ազգային համալսարանում, ակադեմիայում, աշխատել եմ Կառավարման ակադեմիայում, աշխատել եմ Գյումրիի մանկավարժական համալսարանում։ Ուղղակի որ համապատասխան ուժեր եւ պղտոր ջրում ձուկ գործացողներ սլավոնականն են բերել, մնացած իմ աշխատանքային դուք էլ իմ ինքնակենսագրությունը կարդացել եք, չէ՞։ Աշխատել եմ Մխիթարյան միաբանության դպրոցում։ Մխիթարյան միաբանությունը որտեղ է, Սուրբ Ղազար կղզում, Եվրոպան չի։ Այսինքն կա, այնպես չի, որ ես մենակ ընդեղ եմ աշխատել։ Իմ գիտա մանկավարժական գործունեությունը բավականին հարուստ է եւ անկեղծ լինեմ, ինչի է հարուստ, որովհետեւ իմ հիմնական աշխատանքի վայրը, որտեղ ես հիմնական աշխատեմ, դա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտն էր։ Աշխատավարձը ցածր էր։ Պարոն Սիմոնյան, արտաքին քաղաքականությունից խոսենք, ինչ ուղղություն եք որդեգրելու այս հարցում։ Անպայման պետքա պաշտոնապես դիմել Եվրամիության անդամակցելու համար, որտեղ դա լայնածավալ աշխատանքի հնարավորություն է բերելու։ Եվրոպացիները ասելու են շատ լավ, ուզում եք անդամակցեք ձեր դատական համակարգը, ձեր կոռուպցիայի դեմ պայքարը, ձեր ենթակառուցվածքները, ձեր հանրային տնտեսության իրավիճակը, մարդկանց իրազեկվածությունը, ԶԼՄ-ների անազատությունը, խոսքի ազատությունը եւ այլն, ու այդ ոլորտներում պետությունը ստիպված է լինելու աշխատելու։ Կպահպանեք այն բոլոր ծրագրերը, օրինակ, որ Էսպանիայի իշխանությունը բերել է եւ process-ի մեջ, օրինակ, բոլոր լավ, այո, TRIP-ի առումով մենք մի սկզբունք ունենք, այնտեղ գրված է անխոչնդոտ ճանապարհ, չէ՞։ Կարելի է բանակցությունների միջոցով այդ անխոչնդոտի կողքը գրել անհարկի խոչնդոտներից ձերբազատված, որտեղ որ դու գրում ես առհասարակ անխոչնդոտ, այդ նշանակումը ընդհանրապես ոչ մի ձևով պետքա չխառնվես process-ին, ինքը ոնց ուզում է դի օգտագործի ու անցնի տեղով։ Չէ, դա ասում էր, որ Հայաստանի իրավասության ներքո է լինելու այդ ամենը։ Գրել ես անխոչնդոտ, չէ։ Հիմա ես ասեմ Հայաստանի օրենքներով պետքա լինի։ Օրենքների սահմաններում, այսինքն չեն կարող էլի մի տոննա կոկային տանեն ու ինչի։ Բայց Հայաստանի օրենսդրության, դե Հայաստանի օրենսդրության սահմաններում չի կարելի կոկային տանել։ Խոչընդոտ չէ։ Հիմա ես տանում եմ, խոչընդոտում ես։ Նշանակում անխոչընդոտ չի։ Նշանակում անխոչընդոտ չի։ Նշանակում այնտեղ պետք է լինի անհարկի խոչընդոտներ չունեցող։ Ինչ ես գրել անխոչընդոտ։ Հիմա եթե կարգը խախտեց, Հայաստանի Հանրապետության օրենքը խախտեց, խոչընդոտելու ես, չէ՞։ Ստացվեց, որ էլ անխոչընդոտ չի։ Խոչընդոտեցիր։ Հիմա ինչ ես գրել մի բառ, որը հետո քեզ կրակա դառնալու քո համար։ TRIP-ը որպես այդպեսին ինքը անվտանգային բարձիկ է, բան չունեմ ասելու, նաև հնարավորություններ բացահայտելու բան կլինի։ Այո, պետք է զարգացնել լավ պրոյեկտները, բայց վտանգավոր ստորգետնյա ականներ կա, որ չեզոքացնես։ Չեզոքացնել է պետք։ Ասում եք նաև, որ Արցախահայերի իրավունքներն եք պաշտպանելու, ինչը դա ենթադրում իրենից։ Այդ մարդիկ կամուրջի տակից դուրս չեն եկել, հայրենազրկվել են, պատրիոտիդա դա կոչվում։ Նրանք պետքա իրենց գույքի, սեփականության, հայրենիքի տերը լինեն։ Իսկ դրա համար միջազգային ասպարեզում մենք պետքա նրանց իրավունքները բարձրացնենք, այդ թվում նաև քրեական վարույթները նորից առաջ տանենք, որոնք որ անմարդկային գազանություններ ու վայրագություններ են եղել թե քաղաքահանրության նկատմամբ, թե զինծառայողների նկատմամբ, որ մեզ ապահովագրենք ապագա նման դեպքերից։ Սեպտեմբերյան սպանդը հիշում եք, զինաթափված զինվորներին խրամատում ոնց գնդա, բա մեր եղբայրներն են։ Պետք է մենք ողջերս հասկանանք, որ այն անձիկ, ովքեր որ գաղափարի համար իրանց կյանքը զոհեցին, իրանք էլ ունեին բալիկներ, իրանք էլ ունեին սեր, իրանք էլ էին սիրում, ունեին երազանքներ, ուզում էին լավ աշխատավարձ ունենային, ուզում էին լավ աշխատանք ունենային, բայց չկան, չէ։ Հիմա ամեն անգամ, երբ որ մի պատառ դնում ենք մեր բերաններում, որպեսզի կուլ գնա, մենք պետք է երբևիցե չմոռանանք, որ մենք ողջերս
նաև պատասխանատվություն ունենք նրանց մղած պայքարի համար ու հանձնառու ենք այդ հանցագործությունները միջև վերջ տանելու առաջ միջազգային դատական համակարգում։ Ի վերջո, երբ որ թշնամին չի հասկանում, որ ինքը պատասխանատվությունը կանգնելու քո նկատմամբ գործած հանցագործությունների համար, դուռը բացվելու ապագա նմանատիպ հանցագործությունների։ Պարոն Սիմոնյան, արցախցիների վերադարձ իրավունքի ապահովման հետ կապված ինչ միջոցներ եք ձեռնարկելու, որովհետև այսպայն Նիկոլ Փաշինյանը կարծես թե այդ բոլոր դռները փակում է եւ ասում է, որ Արցախի մեր հայրենակիցները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն, ինչպես ինքն է ասում, Հայաստանում։ Իսկ ադրբեջանցիներին թողնելու է որ գան Հայաստան, որը որ Իլհամ Ալիևը հայտարարում է։ Այդ երևի իրան հարց։ Չէ, տրամաբանության ինքը հենց դրա համար էլ փակում է, որ նրանք չգան օրինակ այստեղ Հայաստան։ Ոչ ըստ իրենց տրամաբանության։ Նրանց գալը ու արցախցիների վերադառնալը համահավասար իրավունքների մասին չի։ Նրանք իրենց գույքը վաճառել են, սովետական միության ժամանակ տեղափոխվել են։ Արցախի հայերը բռնի ուժ կիրառվելով վտարվել են եւ 3 երեկոյան Լեմկինի անվան ցեղասպանությունների ինստիտուտը հրապարակեց մի զեկույց, համաձայն որի Իլհամ Ալիևը ցեղասպանություն գործած անձնավորություն է։ Դա էլ մենք չենք ասում։ Միացյալ Նահանգների գիտահետազոտական ինստիտուտ է, որը զբաղվում է հատուկ այդ խնդիրներով ամբողջ աշխարհում։ Պարոն Սիմոնյան, իսկ ինչ ժամկետներում եք պատկերացնում արցախահայերի վերադարձի իրավունքի իրացումը, երբ են վերադառնալ։ Դու իրավունքները առաջ տար, բայց դա կարող է քո օրոք չլինի։ Դու ունես խնդիր հանձնառություն Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու, զբաղվիր քո սահմանադրական պարտավորություններով։ Մեր կառավարությունը, եթե Աստծո հաջողությամբ եւ ժողովրդի կամոք հաղթանակ տարավ, մենք զբաղվելու ենք Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի բարձրացմամբ, արդարության համար միջազգային ասպարեզում հայցերի ներկայացմամբ եւ երկիրը ոտքի կանգնացնելով։ Թե արդեն պատմությունը ինչ շանսեր կբերի, այդ դեպքում կարող է մի սցենար զարգանա, որ Ադրբեջանը հարձակվում է Սյունիքի վրա։ Այդ դեպքում մենք մենակ Սյունիքն ենք պաշտպանելու։ Սյունիքը պաշտպանելու կարևորագույն բաղադրիչներից մեկը Քաշաթաղի եւ Խարվաճարի լեռնաշղթայի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Ստացվում է, որ Ադրբեջանը սանձազերծեց քո նկատմամբ պատերազմ, որի հավանական կասեցման եւ հակահարձակման շնորհիվ դու կարողացար ազատ ագրես։ Պարոն Սիմոնյան, հիմա խաղաղության պայմանագրի այդ օրակարգում պայմանագրի կետերից մեկն էլ է նա, որ պետք է միջազգային այդ բոլոր հայցերից հրաժարվենք, ամրագրված է դա։ Այդ դեպքում հրետորական հարց կլինի, ասեք։ Հիմա իմ հարցը ասեմ, դուք եք գալիս իշխանության, դուք այդ կետերը ոնց եք հետ վերադարձնելու։ Այդ կետերը պատրաստ կլինեք այն ռիսկերին, որ Ադրբեջանը դրա նկատմամբ այդ դեպքում լայնածավալ ագրեսիա կկիրառի։ Հիմա ստեղից հարց առաջանում, արդյոք այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր է, թե ինքնական մորթվելու համաձայնագիր։ Եթե դա ինքնական մորթվելու համաձայնագիր է Իրանից ենթադրում, նշանակում է խաղաղություն չի, ուղղակի անեստեզիա են արել մեզ, որ հետո թույնը սրսկեն։ Որտեվ երբ որ քո թշնամին ասում է ես քեզ հրկիզելու եմ, կամ դու ինքնահրկիզում ես, կամ ես քեզ հրկիզում եմ, դրանից վերջնարդյունքը չի փոխվելու, դու այրվելու ես։ Հիմա տրամաբանական է, երբ որ ինքնահրկիզումը բացառենք եւ պայքար մղենք չհրկիզվելու մեր իրավունքի համար, այդտեղ 50-50% շանս վաստակելու ես, որ չհրկիզվես ընդհանրապես։ Այսինքն cancel եք անելու այդ պայմանագրի կետը, չեղարկելու եք։ Cancel չենք անելու, այստեղ փորձելու ենք հասկանալ որքանով է նրանց տրամադրվածությունը միտված իրականում խաղաղության։ Եթե միտված է խաղաղության, ուրեմն մեր իրավունքներն էլ պետք է հարգվի։ Եթե մեր իրավունքները չի հարգվում, ուրեմն խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Բայց իրենք արդեն այս բոլոր պայմաններին համաձայն են, գալիս եք ինչ-որ մի բան փոխել, ո՞նց եք փոխել։ Մենք համաձայն չենք բոլոր պայմաններին։ Մենք համաձայն չենք, որ արցախահայերը իրավունքներ չունեն։ Մենք համաձայն չենք, որ Հայաստանում պետքա ֆրոնտ օֆիս լինի, Ադրբեջանում չլինի։ Մենք համաձայն չենք, որ մեր տարածքով ինչ։ Ո՞նց եք փոխելու, ես դա չեմ պատկերացնում։ մեթոդով։ Օրինակ դուք կարողացել եք ձեր պոտենցիալի հավասարակշռությունը ապահովել այլ պետությունների պոտենցիալով, նրանց հետ դաշին ձևավորելով։ Կարծում եք այլ պետություններ այս հարցում շահագրգիռ կլինեն։ Իհարկե, անշուշտ։ Հիմա դուք պատկերացրեք նոյեմբերին Միացյալ Նահանգներում կոնգրեսում ընտրություններ են։ Իսկ այսինքն ճիշտ հասկացա, որ ուզում եք ուրիշ երկրների հետ բանակցեք այս թեման, օրինակ ԱՄՆ-ի, Միացյալ Նահանգների հետ, նույն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ։ Հիմա տեսեք, կոնգրեսում ընտրություններ են, չէ՞, արդեն իմպիչմենտի գործընթացը ծավալում Դոնալդ Թրամփի նկատմամբ։
Եվ եթե իրավիճակ ձևավորվի, որ մի տարի հետո impeachment տեղի ունենա, նախագահական ընտրություններ լինեն եւ դեմոկրատները հաղթեն, ընդ որում դեմոկրատները հիմա ավելի շատ հեղինակություն ունեն, անգամ ավանդաբար հանրապետական նահանգներում, օրինակ Տեխասում։ Նախագահը փոխվեց։ Ամերիկայից է կախված ամեն ինչ ճիշտ եմ հասկանում, իրենց միջոցով եք ստիպելու Ադրբեջանի։ Այո, ընդ որում տեսեք, մենակ Ադրբեջանին չեն ստիպել, մեզ էլ են ստիպել, որտեղ Իլհամ Ալիևի արտահայտությունները մոռացել եք, որ Փաշինյանին կանգնեց, ասեց խաղաղության ճանապարհը գնա Բայդենից ուզի։ Սա թրիփն է։ Բայց պարոն Սիմոնյան, նույնիսկ խաղաղության խաչմերուկը ներողություն։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի նախաստորագրման փուլում բոլոր գերիները չեն վերադարձվել։ Բա տեսնում եք, հիմա գերիները չեն վերադարձվել։ Ո՞նց եք պատկերացնում, որ Ամերիկան է այդ բոլոր հարցերը լուծելու։ Ինձ համար Ադրբեջանում կան բռնադատվածներ, բոլորը պետքա վերադարձվեն։ Ինձ համար կան գերիներ, որ պետքա վերադարձվեն։ Ո՞նց եք պարտադրելու Ադրբեջան, եթե նույնիսկ Ամերիկան է դա ամեն ինչ։ Պետք է պայքար մղեք։ Հարգելի Արեն, անգամ եթե դու իզորու չես, կատվի ձակը որ անկյունը անգնում, անգամ եթե դոբերման պինչերը հարցակվել, չի թուլանում եւ հաճույք ստանում, իր հնարավորությունների սահմանում պայքարը մղում։ Եվ դուք ձեզ թույլ մի համարեք։ Մենք ունենք պոտենցիալ ուժեղ պետություն կայացնելու եւ պայքար տանելու մեր շահերի համար։ Ես չեմ համակերպվի, որ ինչ որ մեկը իմ ժողովրդի շահերը ստորադասի։ Մենք ծառայող պետություն չենք եւ ոտի տակի շոր չենք։ Մենք արժանապատվություն ունենք եւ դրա համար պետք է պայքար մղել։ Իսկ դրա համար պայքար մղելու համար տնտեսությունը զարգացրու, երկրի կառավարման համակարգը իմիբեր, ռազմավարական հարաբերությունները զարգացրու, պաշտպանական անվտանգային քաղաքականությունը իմիբեր։ Այն ինչ որ չեք տեսնում, 7 տարի է Սերժ Սարգսյանից 3 հապակաս պարոնը։ Ուզում է էլի նստի եւս 5 տարով, եղբայր, ես այդքան նյարդեր չունեմ, քո 6 ժամանոց հարցազրույցները լսեմ։ Էլ Վալերյանկա չի մնացել դեղատներում մարդիկ օգտագործում են, որ սրտի նոպաներ չունենան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Մեր հյուրներ արևելյան մարտարվեստների գիտակ, նկարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ եւ քաղաքական խորհրդի ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Իսկ դուք լայքեք, բաժանորդագրվեք, սրտիկներ դրեք, կոմենտներ։ Մենք ամեն ինչ կարդում ենք։